Երանի ամենաէլիտար ակումբներից մեկում, շքեղ մի գիշեր, մի անսպասելի արարք խախտեց նրբաճաշակ լռությունը, բացահայտեց մի ճշմարտություն, որին այնտեղ ներկաներից ոչ ոք պատրաստ չէր առերեսվելու։ Տասնյակ հյուրերի աչքի առաջ մի հղի կին վայրկյանների ընթացքում տեսավ, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում, չպատկերացնելով անգամ, որ այն մարդը, ով պիտի ամենաշատը պաշտպաներ իրեն, հենց այնտեղ էր, վաճառասեղանի հետում։ Երբ վերջապես ընկավ մի հզոր գործադիր տնօրենի դիմակը, տարիներ շարունակ թաղված ընտանեկան մի գաղտնիք ի հայտ եկավ կործանարար ուժով։ Եվ այն պահին, երբ տեսախցիկները տեսագրեցին ամեն ինչ, բոլորի ճակատագիրը փոխվեց ընդմիշտ։ Այս սրտաճմլիկ պատմությանը ծանոթանալուց առաջ դրեք ձեր հավանումը մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շաբաթ երեկոն Երանում կրում էր ամառվա վերջի այն ծանր օդը, երբ ցերեկվա տապը դեռ համառում է մնալ նույնիսկ այն բանից հետո, երբ ары թաքնվում է բարձրահարկ շենքերի հետում։ Դվինը ակումբում, կենտրոնի ամենաէլիտար քանթրի ակումբներից մեկում, ոսկեգույն լույսերը լուսավորում էին կատարելապես խնամված այգիները, իսկ մեղմ երաժշտությունն արձագանքում էր գլխավոր սրահում, որտեղ կոստյումներով տղամարդիկ երկար զգեստներով կանայք զրուցում էին, շամպայնի գավաթները ձեռքներին բեմադրված ժպիտներով։ Դա այն երեկոներից էր, երբ ամեն ինչ պետք է կատարյալ թվար, որտեղ յուրաքանչյուր ժեստ հաշվարկված էր, յուրաքանչյուր խոսք կշիռ ուներ։ Այնտեղ, երանյան էլիտայի շրջանում, սխալների, առավել թուլությունների տեղ չկար։ Անահիտ Թավրոսյանը կանգնած էր սրահի առաստաղը պահող մարմարե սյուներից մեկի մոտ, փորձելով հարմար դիրք գտնել այն անհարմարության մեջ, որը նրան ուղեկցում էր արդեն շաբաթներ շարունակ։ 7-ամսական հղիության պատճառով նրա մարմինն այլս նույնը չէր, մուգ կապույտ զգեստը, որ Ռուբենն առավոտյան ընտրել էր նրա համար, այնպես էր սեղմում գոտկատեղը, որ նույնիսկ շնչելն էր դժվարանում։ Նա զգուշորեն ձեռքը տարավ դեպի փորը, զգալով երեխայի շարժը, մի պահ փակեց աչքերը, երազելով լինել ցանկացած այլ վայրում, բացի այստեղից։ Ռուբեն Թավրոսյանը, նրա ամուսինը, մի քանի մետր հեռավորության վրա էր, շրջապատված գործադիր տնօրենների մի խմբով, որոնք բարձրաձայն ծիծաղում էին նրա պատմած ինչ-որ կատակի վրա։ Նա այն տղամարդկանցից էր, ովքեր տիրում են ցանկացած միջավայրի, ուր մտնում են։ Բարձրահասակ, լայնաթիկունք, գելով հետ սանրված մազեր, անթերի իտալական կոստյում, շվեյցարական ժամացույց, որն ավելի թանկ արժեր, քան մարդկանց մեծամասնությունը վաստակում էր մեկ տարում։ Ռուբենը Թավրոսյան շին ի Երանի խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկի գործադիր տնօրենն էր, ամեն ինչ անում էր, որ շրջապատում բոլորն իմանան այդ մասին։ Պետք չէր բարձրաձայն ասել։ Նրա կեցվածքը, ձայնի տոնը, մարդկանց նայելու ձն արդեն իսկ հասկացնում էին, թե ով է այստեղ ղեկավարը։ Անահիտը նրան հեռվից էր հետում, կարծես անծանոթի լիներ։ Նրա մեջ կար մի բան, որն այլս չէր ճանաչում, կամ գուցե երբեք էլ իսկապես չէր ճանաչել։ Երբ 3 տարի առաջ ամուսնացան, նա հավատում էր, որ Ռուբենն այլ է, որ այդ անողոք գործարարի դիմակի հետում մի բարի մարդ կա, մեկը, ով ունակ է խոցելի լինելու։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նա սխալվում էր։ Ռուբենը հենց այն էր, ինչ թվում էր, իշխանությամբ, վերահսկողությամբ աշխարհին ներկայացրած իր կերպարով տարված մի մարդ։ Նա մեջքի շրջանում ծակոց զգաց զգուշորեն մարմնի ծանրությունը մի ոտքից մյուսին տեղափոխեց, փորձելով թեթացնել անհանգստությունը։ Բարձրակրունկները, որոնք ամուսինը պնդել էր, որ կրի, ոտքերը ցավեցնում էին, ցավը բարձրանում էր ոտքերով, գումարվելով նրան արդեն իսկ սպառած հոգնածությանը։ Անահիտը նայեց դաստակի աննկատ ժամացույցին, հասկացավ, որ դեռ առնվազն 2 ժամ կա, մինչ կարողանան գնալ։ 2 ժամ, որը հավերժություն էր թվում։ Սրահի մյուս կողմում, փայլեցված կարմրափայտե բարի հետում, Գագիկ Ալմաստյանը մեթոդաբար մաքրում էր բյուրեղապակյա բաժակը, հետելով միջավայրի յուրաքանչյուր շարժմանը։ Հյուրերի համար նա ընդամենը ակումբի հերթական աշխատակից էր, լուռ բարմեն, որը խմիչքներ էր պատրաստում ուրիշների խոսակցություններին չէր խառնվում։ Բայց Գագիկը գիտեր, որ իր ներկայությունն այնտեղ շատ ավելի մեծ նպատակ ուներ, քան խմիչքներ մատուցելը։ Նա այնտեղ էր Անահիտի, իր կրտսեր քրոջ համար, այն աղջկա, ում պաշտպանել էր մանկուց, երբ միասին մեծանում էին Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի հասարակ տանը, մինչ ամեն ինչ փոխվեց։ Քչերը գիտեին, որ Գագիկ Ալմաստյանը երկրի ամենահաջողակ գործարարներից էր, միլիարդավոր շրջանառությամբ տեխնոլոգիական ցանցի սեփականատեր, որը գրասենյակներ ուներ 3 մայրցամաքներում։ Նա իր կայսրությունը կառուցել էր զրոյից, քրտնաջան աշխատանքով, գործարարական սուր խելքով։ Բայց այդ երեկո դրանցից ոչինչ նշանակություն չուներ։ Նա այնտեղ էր պարզապես որպես Գագիկ, եղբայրը, որը երբեք Անահիտին անպաշտպան չէր թողնի, նույնիսկ եթե քույրը այդ մասին չիմանար։ Երբ Անահիտն ամուսնացավ Ռուբենի հետ, Գագիկը կրծքում մի սեղմոց զգաց, որը չկարողացավ բացատրել։
Այդ տղամարդու, իր քրոջը նայելու ձի մեջ կար մի բան, հմայքի տակ քողարկված սառնություն, որը նրան անհանգստացնում էր։ Բայց Անահիտը սիրահարված էր, Գագիկը չցանկացավ լինել այն գերհոգատար եղբայրը, որը կործանում է քրոջ երջանկությունը։ Այսպիսով, նա իր մտահոգությունները պահեց իրեն, խոստացավ ինքն իրեն, որ միշտ ուշադիր կլինի, միշտ մոտ կլինի, եթե քրոջն իր օգնությունը պետք լինի։ Եվ հիմա, տեսնելով նրան այնտեղ այդ սրահում, հոգնած մարմնով, անփայլ աչքերով մի ամուսնով, որը հազիվ էր նրա ուղղությամբ նայում, Գագիկը հասկացավ, որ իր կասկածները ճիշտ էին։ Ռուբեն Թավրոսյանն այն տղամարդը չէր, որին Անահիտն արժանի էր։ Եվ վաղ թե ուշ, նա ցույց կտար իր իրական դեմքը։ Լարային Քարյակի մեղմ երաժշտությունը կարճ դադարից հետո կրկին լցրեց սրահը, հյուրերը վերսկսեցին իրենց աշխույժ զրույցները։ Անահիտը փորձեց մոտենալ կանանց մի խմբի, որոնց ճանաչում էր բարեգործական հավաքներից, որոնց Ռուբենը պարտադրում էր մասնակցել, բայց մինչ որևէ բան կասեր, զգաց ամուսնու ամուր ձեռքը իր բազկին, որը նրան հետ քաշեց։ Հոգնած տեսք ունես, ասաց Ռուբենը, բայց նրա ձայնի մեջ հոգատարություն չկար, այլ միայն քողարկված զայրույթ։ Ուղիղ կանգնիր։ Ժպտա։ Մարդիկ նայում են։ Անահիտը չոր կուլ տվեց, ստիպողաբար ժպտաց, զգալով, թե ինչպես են այտերը տաքանում ջանքից։ Ռուբենը բաց թողեց նրան, վերադարձավ գործադիր տնօրենների խմբին, թողնելով նրան այնտեղ մենակ, ինչպես մի դեկորատիվ իր, որը պետք է ճիշտ տեղում լիներ, բայց շարժվելու իրավունք չուներ։ Գագիկը սեղմեց մաքրող կտորը ձեռքերում, մատների կոճերը սպիտակեցին։ Նա ծանոթ էր այդ խաղին։ Ծանոթ էր Ռուբենի նման տղամարդկանց, ովքեր շրջապատի մարդկանց օգտագործում էին որպես սեփական էգոյի շարունակություն, ովքեր իրենց կանանց վերաբերվում էին որպես ցուցադրության ըստ հարմարության պահեստավորման ենթակա հաղթանշանների։ Նա խորը շունչ քաշեց, ստիպելով իրեն հանգստություն պահպանել։ Գործելու ժամանակը դեռ չէր եկել։ Բայց նա պատրաստ էր, եթե անհրաժեշտ լիներ։ Րոպեները ձգվում էին։ Անահիտը փորձում էր տոկալ, բայց ուժասպառությունը հաղթում էր։ Նա գլխապտույտի ալիք զգաց, զգուշորեն հենվեց իր հետիսյանը, մի պահ փակելով աչքերը։ Սրահի աղմուկը հեռավոր էր թվում, խլացված, կարծես ջրի տակ լիներ։ Երեխան կրկին շարժվեց, այս անգամ ավելի ուժեղ, նա ձեռքը տարավ փորին, փորձելով հանգստացնել նրան։ Երբ բացեց աչքերը, տեսավ Ռուբենին, որը գալիս էր իր ուղղությամբ, նրա հայացքից հասկացավ, որ նորից նկատողություն է ստանալու։ Նա մոտեցավ չափազանց մոտ, իջեցրեց ձայնը, որպեսզի միայն ինքը լսի։ Դու ինձ խայտառակ ես անում, ասաց նա, դեմքին կեղծ ժպիտ, որը հեռվից նայողներին կխաբեր։ Գլուխդ բարձր պահիր։ Այնպես արա, ասես ուրախ ես այստեղ լինելու համար։ Ես հոգնած եմ, Ռուբեն, պատասխանեց նա, ձայնը ավելի թույլ հնչեց, քան կցանկանար։ Պետք է մի քիչ նստեմ։ Կնստես, երբ ես ասեմ, որ կարող ես։ Հիմա ժպտա, կանգնիր իմ կողքին։ Այստեղ կարևոր մարդիկ կան, դու պետք է անթերի լինես։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը, բայց արագ թարթեց, որպեսզի չթափվեն։ Չէր ուզում նրան թույլ, կոտրված տեսնելու բավականությունը պարգել։ Բայց դա դժվար էր։ Շատ դժվար։ Գագիկը ամեն ինչ հետում էր բարի անվտանգ հեռավորությունից, մարմնի յուրաքանչյուր մկան լարված։ Նա տեսնում էր, թե ինչպես է Ռուբենը խոսում Անահիտի հետ, ինչպես է քույրը կուչ գալիս, կարծես փորձում է անհետանալ։ Նա ծանոթ էր այդ կեցվածքին։ Դա այն մարդու կեցվածքն էր, ում քիչ-քիչ, օրեցօր ճզմում են, մինչ ոչինչ չմնա։ Հյուրերից մեկը մոտեցավ բարին, վիսկի խնդրեց։ Գագիկը ճշգրիտ շարժումներով պատրաստեց խմիչքը, բայց նրա ուշադրությունը շարունակում էր մնալ Անահիտի վրա։ Նա գիտեր, որ պետք է զգույշ լինի, չէր կարող բացահայտել, թե ով է իսկապես, դեռ ոչ։ Բայց նա չէր կարող անգործ նստել, երբ տեսնում էր, թե ինչպես է իր քույրը տառապում։ Ժամանակն անցնում էր, երեկոն շարունակվում էր իր հունով։ Ռուբենը շարունակում էր շրջել սրահում, ողջունելով գործարարներին, պատահական զրույցների տակ քողարկված գործարքներ կնքելով, միշտ Անահիտին իրենից մի քանի քայլ հետում պահելով, միշտ բեմադրված ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նա հազիվ էր խոսում, միայն գլխով էր անում ժպտում, երբ անհրաժեշտ էր, կարծես անտեսանելի թելերով կառավարվող խամաճիկ լիներ։ Մի պահ Անահիտը բերանում չորություն զգաց, որոշեց, որ ջուր պետք է խմի։ Նա դանդաղ քայլեց դեպի բարը, մի ձեռքով փորը բռնած, յուրաքանչյուր քայլը ջանքի պես զգալով։ Երբ հասավ վաճառասեղանին, Գագիկն արդեն սառը ջրով բաժակ էր պատրաստում, կարծես հստակ իմանար, թե ինչ է նրան պետք։
Ահա խնդրեմ, ասաց նա, նրա ձայնը ցածր էր ու բարի, տարբերվում էր այն պաշտոնական տոնից, որով խոսում էր մյուս հյուրերի հետ։ Անահիտն այդ երեկո առաջին անգամ նայեց նրան, իսկապես նայեց, մի տարօրինակ բան զգաց, մի ծանոթություն, որը չէր կարողանում բացատրել։ Այդ մարդու աչքերում կար մի բան, մի անկեղծ անհանգստություն, որը վաղուց չէր տեսել։ Շնորհակալություն, մրմնջաց նա, երկու ձեռքով վերցնելով բաժակը։ Դանդաղ խմեց, զգալով, թե ինչպես է սառը ջուրն իջնում կոկորդով, մի փոքր թեթացնելով անհանգստությունը։ Դուք պետք է նստեք, ասաց Գագիկը, զգուշորեն մատնացույց անելով պատի մոտի փափուկ աթոռներից մեկը։ Անահիտը հետ նայեց, դեպի այնտեղ, որտեղ Ռուբենն էր, գլուխը թափահարեց։ Չեմ կարող։ Նա չի ուզում, որ նստեմ։ Գագիկը սեղմեց շուրթերը, բայց ոչինչ չասաց։ Այնքան բան կար, որ ուզում էր ասել, այնքան բան, որ ուզում էր անել, բայց գիտեր, որ պահը չէ։ Դեռ ոչ։ Անահիտը վերջացրեց ջուրը, վերադարձրեց բաժակը, նորից գլխի շարժումով շնորհակալություն հայտնելով։ Երբ շրջվեց, որ վերադառնա սրահ, ավելի ուժեղ գլխապտույտ զգաց թեթակի սայթաքեց։ Գագիկը բնաստաբար ձեռքը մեկնեց, բռնելով նրա բազուկը, որպեսզի չընկնի։ Զգույշ, ասաց նա, մի պահ նրանց հայացքները հանդիպեցին։ Այնտեղ կար մի բան, մի լուրջ ճանաչում, մի կապ, որը խոսքերից վեր էր։ Մինչ նրանք կհասցնեին որևէ բան ասել, Ռուբենը հայտնվեց նրանց կողքին, դեմքը քարացած, աչքերը զսպված զայրույթից բոցկլտում էին։ Նա արամարանքով նայեց Գագիկին, ապա Անահիտին, այնպիսի արտահայտությամբ, որը նա շատ լավ գիտեր։ Ինչ ես անում այստեղ, հարցրեց նա, ձայնը ցածր, բայց մեղադրանքով լի։ Ես ասացի, որ իմ կողքին մնաս։ Ես ուղղակի ջուր էի վերցնում, պատասխանեց Անահիտը, ձայնը դողում էր։ Ինձ պետք է։ Քեզ ոչինչ պետք չէ, ընդհատեց Ռուբենը, ուժգին բռնելով նրա բազուկը։ Դու պետք է անես այն, ինչ ես եմ հրամայում։ Հիմա վերադարձիր սրահ, դադարիր ինձ ամոթահար անելուց։ Գագիկը մի քայլ առաջ արեց, բայց զսպեց իրեն։ Ժամանակը չէր։ Դեռ ոչ։ Բայց նրա աչքերը հանդիպեցին Ռուբենի աչքերին, մի պահ գործադիր տնօրենին թվաց, թե այդ բարմենի մեջ մի տարբեր բան կա, մի բան, որը չէր կարողանում բացատրել։ Անահիտին քարշ տալով հետ տարան սրահ, նա զգում էր Ռուբենի մատների ճնշումը իր բազկին, իմանալով, որ հետքեր կմնան։ Նա ուզում էր գոռալ, ուզում էր փախչել այնտեղից, բայց ուժ չուներ։ Նա թակարդում էր մի կյանքի մեջ, որն այլս չէր ճանաչում, մի ամուսնության մեջ, որը խեղդում էր իրեն, մի տղամարդու կողքին, որը չէր սիրում իրեն, որը գուցե երբեք էլ չէր սիրել։ Սրահը շարունակում էր աշխույժ մնալ, անտեղյակ այն դրամայից, որը ծավալվում էր այդ փոքրիկ պահերին։ Երաժշտությունը հնչում էր, մարդիկ ծիծաղում էին, մատուցողները բյուրեղապակյա գավաթներով շամպայն էին մատուցում։ Ամեն ինչ կատարյալ էր թվում մակերեսին, բայց Անահիտը գիտեր, որ դա ընդամենը պատրանք էր։ Այդ շքեղության նրբագեղության շերտի տակ լարվածություն կար, սուտ ցավ։ Ռուբենը նրան նորից իր կողքին կանգնեցրեց, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, վերսկսեց զրույցը ներդրողների մի խմբի հետ։ Անահիտը կանգնած էր այնտեղ, անշարժ, զգալով զգեստի ծանրությունը, կոշիկների սեղմումը, մեջքի ցավը, գլխապտույտը, որը չէր անցնում։ Նա նայեց սրահի բարձր առաստաղին, բյուրեղյա ջահերին, որոնք փայլում էին կեղծ աստղերի պես, երազեց լինել ցանկացած այլ վայրում։ Գագիկը վերադարձավ բար, շարունակեց իր աշխատանքը, բայց նրա աչքերը երբեք չհեռացան Անահիտից։ Նա գիտեր, որ ինչ-որ բան տեղի է ունենալու։ Օդում լարվածություն էր զգում, ինչպես փոթորկից առաջ էլեկտրականություն։ Եվ նա ճիշտ էր։ Երեկոն շարունակվում էր, Ռուբենը շարունակում էր խմել։ Ոչ այնքան, որ հարբեր, բայց բավական, որ իր վերահսկողության դիմակը քիչ-քիչ սահեր։ Նրա մեկնաբանություններն Անահիտի հասցեին դարձան ավելի խայթող, ավելի դաժան։ Նա քննադատում էր նրան ուրիշների ներկայությամբ, վիրավորանքները քողարկելով կատակների տակ, Անահիտը պետք է ժպտար ու ձացներ, թե ամեն ինչ կարգին է։ Մի պահ ներդրողներից մեկը մեկնաբանություն արեց Անահիտի հղիության մասին, շնորհավորելով Ռուբենին ապագա հայրության կապակցությամբ։ Ռուբենը ժպտաց, բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ մռայլ բան կար։ Այո, մեծ փոփոխություն է լինելու, ասաց նա, հետո նայեց Անահիտին մի հայացքով, որը սառեցրեց նրան։ Հուսով եմ, նա պատրաստ է այն պատասխանատվություններին, որոնք գալիս են դրա հետ։ Անահիտը չպատասխանեց։ Պարզապես շարունակեց ժպտալ, այն դատարկ ժպիտով, որը սովորել էր օգտագործել որպես զրահ։ Բայց զրահը ջաքում էր։
Նա զգում էր, թե ինչպես են ճաքերը տարածվում, զգում էր, որ ցանկացած պահի կարող է ամբողջությամբ փշրվել։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Դա այնքան պարզ, այնքան աննշան մի պահ էր, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ է հաջորդելու։ Անահիտը, հոգնած գլխապտույտից տառապող, հոգոց հանեց։ Դա ընդամենը մի հոգոց էր, սրահի աղմուկի մեջ գրեթե անլսելի մի ձայն։ Բայց Ռուբենի համար դա բավական էր։ Նա շրջվեց դեպի կինը, աչքերը նեղացան, դեմքը կարմրեց զայրույթից։ Նույնիսկ դա չես կարողանում ճիշտ անել, շշնջաց նա, բայց յուրաքանչյուր բառի մեջ թույն կար։ Լուռ մնալ, ուրախ տեսք ունենալ։ Այդքան դժվար է։ Անահիտը նայեց նրան, զարմացած նրա աչքերում տեսած զայրույթի ուժգնությունից։ Նա բերանը բացեց պատասխանելու, փորձելու բացատրել, բայց մինչ որևէ բան կասեր, զգաց, թե ինչպես է ամուսնու ձեռքը բարձրանում արագ, դաժան շարժումով ուժգին հարվածում իր դեմքին։ Ապտակի ձայնը որոտի պես արձագանքեց սրահում, կտրելով երաժշտությունը, լռեցնելով զրույցները, քարացնելով ներկա յուրաքանչյուր մարդու։ Անահիտը հետ գնաց, ձեռքը տանելով այրվող դեմքին, բերանում արյան համ զգալով։ Նրա ոտքերը թուլացան, նա գրեթե ընկավ, բայց կարողացավ հենվել մոտակա աթոռին։ Ազատ ձեռքը բնազդաբար գնաց դեպի փորը, պաշտպանելով երեխային, մինչդեռ ակամա արցունքներ հոսեցին նրա աչքերից։ Սրահում բացարձակ լռություն տիրեց։ Բոլորը նայում էին Ռուբենին, Անահիտին, ցնցված, չիմանալով ինչպես արձագանքել։ Ոմանք հանեցին իրենց բջջային հեռախոսները, սկսեցին նկարահանել։ Մյուսները պարզապես դիտում էին, քարացած իրենց տեսած տեսարանից։ Եվ Գագիկը, բարի հետում, զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան կոտրվում։ Ամբողջ երեկո պահպանած հանգստությունը գոլորշիացավ, փոխարինվելով սառը, վերահսկվող կատաղությամբ։ Նա վայր դրեց բաժակը, որը պահում էր, դուրս եկավ վաճառասեղանի հետից, ամուր, վճռական քայլերով շարժվելով դեպի Անահիտը։ Գործելու ժամանակն էր։ Իր քրոջը պաշտպանելու ժամանակն էր, ինչ էլ որ դա արժենար։ Դվին քանթրի ակումբի կատարյալ երեկոն հենց նոր վերածվել էր մղձավանջի, այլս ոչինչ առաջվանը չէր լինելու։ Գագիկը մի քանի վայրկյանում հատեց սրահը, բայց նրա համար յուրաքանչյուր քայլը հավերժություն էր թվում։ Նրա միտքն աշխատում էր արագացված տեմպով, հաշվարկելով յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր խոսք, որ պիտի ասեր, իր գործողությունների յուրաքանչյուր հետանք։ Բայց դրանցից ոչինչ այնքան կարևոր չէր, որքան Անահիտին հասնելը, համոզվելը, որ նա ապահով է, նրան պաշտպանելը այն մարդուց, որը հենց նոր ձեռք էր բարձրացրել նրա վրա։ Երբ վերջապես հասավ նրա կողքին, Գագիկը նրբորեն բռնեց նրա ուսերից, թույլ չտալով, որ նա ամբողջությամբ ընկնի։ Անահիտը արցունքների միջից նայեց նրան, աչքերը ցավից ու ցնցումից լայն բացված, այդ երեկո առաջին անգամ նա իսկապես տեսավ նրան։ Այդ աչքերում, այդ նուրբ հպման մեջ մի ծանոթ բան կար, բայց նա այնքան շփոթված էր, որ չէր կարողանում մշակել այն, ինչ զգում էր։ Շնչիր, ասաց Գագիկը, ձայնը ցածր, բայց ամուր։ Ուղղակի շնչիր։ Դու հիմա ապահով ես։ Ռուբենը, որը ապտակից հետո մի պահ քարացել էր, արագ ուշքի եկավ, փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Նա զարմանքի զայրույթի խառնուրդով նայեց Գագիկին, կարծես չէր կարողանում հավատալ, որ ակումբի մի հասարակ աշխատակից համարձակվում է խառնվել իր գործերին։ Ձեռքերդ հեռու տար իմ կնոջից, հրամայեց Ռուբենը, ձայնը բավական բարձր, որ շրջապատում բոլորը լսեն։ Սա քո գործը չէ։ Գագիկը չշարժվեց։ Նա շարունակում էր բռնել Անահիտին, օգնելով նրան կայունանալ, լիովին անտեսելով Ռուբենի խոսքերը։ Նրա ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած էր քրոջ վրա, համոզվելով, որ նա երեխան լավ են։ Անահիտ, ցավ զգում ես, հարցրեց Գագիկը, աչքերը մտահոգությամբ զննում էին նրա դեմքը։ Երեխան շարժվում է։ Անահիտը գլխով արեց, դեռ ցնցման մեջ, ձեռքը տանելով փորին։ Այո, շշնջաց նա։ Շարժվում է։ Գագիկը հսկայական թեթություն զգաց, բայց գիտեր, որ պետք է նրան նստեցնի, հեռու այդ մարդուց, հեռու այն լարվածությունից, որը դեռ օդում էր կախված։ Նա Անահիտին նրբորեն ուղղորդեց դեպի մոտակա փափուկ աթոռներից մեկը, անտեսելով շրջապատի բոլորի հայացքները, անտեսելով Ռուբենին, որն այժմ զայրույթից կարմրած դեմքով քայլում էր նրանց հետից։ Ես ասացի, ձեռքերդ հեռու տար նրանից, կրկնեց Ռուբենը, այս անգամ ավելի ուժգին, բռնելով Գագիկի բազուկը, փորձելով նրան հեռացնել Անահիտից։ Գագիկը դանդաղ շրջվեց, ակումբ գալուց ի վեր առաջին անգամ թույլ տվեց, որ իր իրական բնույթը դրսևորվի։ Նրա աչքերը, որոնք առաջ բարի զուսպ էին, այժմ քարի պես պինդ էին, նրա կեցվածքում մի այնպիսի հեղինակություն կար, որը Ռուբենին բնազդաբար ստիպեց հետ քաշվել։
Ինձ ձեռք մի տուր, ասաց Գագիկը, ձայնը ցածր, բայց լուրջ սպառնալիքով լի։ Եվ այլս երբեք նրան ձեռք չտաս։ Ռուբենը դառը ծիծաղեց, փորձելով քողարկել իր զգացած անհանգստությունը։ Դու քեզ ով ես կարծում։ Մի բարմեն, որը հրամաններ է տալիս։ Դու չգիտես, թե ում հետ ես խոսում։ Ես հստակ գիտեմ, թե ում հետ եմ խոսում, պատասխանեց Գագիկը, հայացքը Ռուբենի վրա սեռած։ Մի մարդու, որը հենց նոր տասնյակ վկաների ներկայությամբ հարվածեց իր հղի կնոջը։ Մի մարդու, որի կարիերան հենց նոր ավարտվեց։ Գագիկի խոսքերն արձագանքեցին սրահում, հյուրերի միջով մի շշուկ անցավ։ Ոմանք դեռ նկարահանում էին, մյուսները ցածր ձայնով խոսում էին, բայց բոլորը ուշադիր հետում էին, թե ինչ է տեղի ունենալու։ Ռուբենը շուրջը նայեց, առաջին անգամ գիտակցելով իր արածի մասշտաբը։ Տեսավ իր ուղղությամբ պարզված բջջային հեռախոսները, տեսավ ցնցման դատապարտման արտահայտությունները այն մարդկանց դեմքերին, ովքեր րոպեներ առաջ հիանում էին իրենով։ Նրա միտքն արագ աշխատեց, փորձելով ելք գտնել, վնասը վերահսկելու միջոց։ Նա սայթաքեց, ասաց Ռուբենը, ստիպողաբար նյարդային ժպտալով։ Դա պատահար էր։ Նա հղի է, գիտեք, թե ինչպես է լինում, երբեմն գլուխը պտտվում է, դրամատիկ է դառնում։ Ոչ մի բան չի եղել։ Բայց տեղի ունեցածը նվազեցնելու նրա փորձը իզուր անցավ։ Բոլորը տեսել էին։ Բոլորը լսել էին ապտակի ձայնը, տեսել էին նրա ձեռքը բարձրանալիս, ականատես էին եղել հարվածի ուժգնությանը։ Հնարավոր չէր ժխտել, հնարավոր չէր քողարկել։ Ներկա կանանցից մեկը, Նունե Մանուկյանը, ներդրողներից մեկի կինը, մի քայլ առաջ արեց։ Նա հայտնի էր իր ամուր դիրքորոշմամբ անարդարությունը չհանդուրժելով, այն, ինչ հենց նոր տեսել էր, նրան խորապես վրդովեցրել էր։ Մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, Ռուբեն, ասաց Նունեն, ձայնը պարզ վճռական։ Դու հարվածեցիր նրան։ Մեր բոլորի ներկայությամբ։ Մի փորձիր ծածնել, թե դա այլ բան էր։ Ռուբենը բերանը բացեց պատասխանելու, բայց բառերը դուրս չեկան։ Նա նայեց Նունեին, հետո մյուս հյուրերին տեսավ նույն արտահայտությունը բոլորի դեմքերին։ Դատապարտում։ Հավանություն չտալը։ Զզվանք։ Մինչդեռ Գագիկն օգնեց Անահիտին նստել փափուկ աթոռին, ծնկի իջնելով նրա կողքին, որպեսզի նրա աչքերի մակարդակին լինի։ Պետք է խորը շնչես, ասաց նա մեղմորեն։ Շնչիր քթով, արտաշնչիր բերանով։ Այսպես։ Հետիր իմ ռիթմին։ Անահիտը փորձեց հետել հրահանգներին, բայց մարմինը դողում էր, արցունքները շարունակում էին հոսել, նա զգում էր, կարծես աշխարհը փլվում է իր շուրջը։ Այն ամենը, ինչ փորձել էր թաքցնել, բոլոր այն անգամները, երբ ծածրել էր, թե ամեն ինչ կարգին է, բոլոր այն ստերը, որոնք պատմել էր ինքն իրեն իր ամուսնության մասին, այժմ բացահայտված էին աշխարհի առջ։ Չեմ կարող, շշնջաց նա հեկեկոցների միջից։ Չեմ կարող։ Կարող ես, պնդեց Գագիկը, բռնելով նրա ձեռքն իր ձեռքերի մեջ։ Նայիր ինձ։ Միայն ինձ։ Դու կարող ես։ Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Նրա ձայնի մեջ, նրա ձեռքը բռնելու ձի մեջ մի բան կար, որը Անահիտին մի փոքր հանգստացրեց։ Նա նայեց այդ տղամարդուն, որը պետք է ընդամենը անծանոթ ակումբի աշխատակից լիներ, բայց որը նրան ավելի շատ հոգատարությամբ ու բարությամբ էր վերաբերվում, քան իր սեփական ամուսինը երբե արել էր։ Դուք ո՞վ եք, հարցրեց նա, ձայնը դեռ դողալով։ Գագիկը մի պահ վարանեց։ Նա այդպես չէր պլանավորել բացահայտել իր ինքնությունը, ոչ այդ պահին, ոչ այդ ձով։ Բայց նայելով քրոջ աչքերին, տեսնելով նրա կրած ցավն ու շփոթությունը, նա հասկացավ, որ այլս հետաձգելու տեղ չկա։ Մինչ նա կհասցներ պատասխանել, Ռուբենը նորից մոտեցավ, այս անգամ ավելի զգուշորեն։ Նա հասկացել էր, որ իրավիճակը դուրս է գալիս իր վերահսկողությունից, պետք է Անահիտին վերադարձնի, նրան այնտեղից դուրս տանի, մինչ ավելի շատ մարդիկ ականատես կլինեն իր նվաստացմանը։ Անահիտ, գնացինք տուն, ասաց նա, փորձելով բարի հնչել, բայց ձայնի կեղծիքը ակնհայտ էր։ Դու պետք է հանգստանաս։ Այս ամենը տանը կլուծենք, հեռու այս մարդկանցից։ Անահիտը նայեց նրան, տարիների մեջ առաջին անգամ վախից բացի այլ բան զգաց։ Զայրույթ զգաց։ Խորը, բնազդային զայրույթ, որը գալիս էր մի տեղից, որի գոյության մասին նա իր ներսում չգիտեր։ Ոչ, ասաց նա, ձայնը ավելի ամուր հնչեց, քան սպասում էր։ Ես քեզ հետ չեմ գա։ Ռուբենը թարթեց, շփոթված։ Ինչ։ Իհարկե կգաս։ Դու իմ կինն ես։
Դու հարվածեցիր ինձ, ասաց Անահիտը յուրաքանչյուր բառ դժվարությամբ, բայց աճող վճռականությամբ էր դուրս գալիս։ Բոլորի ներկայությամբ։ Դու ինձ հարվածեցիր։ Դա պատահար էր, պնդեց Ռուբենը, նյարդայնացած շուրջը նայելով։ Դու գիտես, որ ես երբեք դա դիտավորյալ չէի անի։ Գնանք տուն հանգիստ կխոսենք այդ մասին։ Դա պատահար չէր, խոսակցությունը կտրեց մի ամուր ձայն։ Դա Գագիկն էր, որն այժմ կանգնած էր Անահիտի կողքին, մի պաշտպանական ներկայություն, որը Ռուբենին ավելի փոքր էր ցույց տալիս։ Դու նրան դիտավորյալ հարվածեցիր։ Եվ կան տասնյակ վկաներ, բացի այդ, տեսանյութեր, որոնք հենց այս պահին արդեն պետք է շրջանառվեն սոցիալական ցանցերում։ Ռուբենը ատելությամբ նայեց Գագիկին։ Դու գրողը տանիվով ես, որ ինձ հետ այդպես ես խոսում։ Դու աշխատող ես։ Ոչ ոք։ Ես կարող եմ մի հեռախոսազանգով քեզ աշխատանքից զրկել։ Գագիկը ժպտաց, բայց նրա արտահայտության մեջ հումոր չկար։ Կարող ես փորձել, ասաց նա։ Բայց մինչ այդ անելը, գուցե կցանկանաս իմանալ, թե ում հետ ես խոսում։ Նա գրպանից հանեց կաշվե դրամապանակը, բացեց այն, ցույց տալով մի փաստաթուղթ, որից Ռուբենը գունատվեց։ Դա կորպորատիվ քարտ էր, պարզ, բայց էլեգանտ, Գագիկ Ալմաստյան անունով, որին հաջորդում էր Ալմաստեխ-ի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի գործադիր տնօրենի պաշտոնը։ Սրահում կրկին լռություն տիրեց, բայց այս անգամ դա այլ լռություն էր։ Դա նրանց լռությունն էր, ովքեր հենց նոր ականատես էին եղել անսպասելի շրջադարձի, ովքեր հասկացել էին, որ այդ զուսպ բարմենը իրականում երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր։ Ռուբենը նայեց քարտին, հետո Գագիկին, հետո Անահիտին, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Դու, սկսեց նա, բայց ձայնը կտրվեց։ Ես Գագիկ Ալմաստյանն եմ, ասաց Գագիկը, քարտը դնելով տեղը։ Իսկ Անահիտը իմ քույրն է։ Իմ կրտսեր քույրը, որին պաշտպանում եմ մանկուց։ Այն նույն քույրը, որին դու հենց նոր հարվածեցիր իմ այստեղ ներկա բոլորի աչքի առաջ։ Անահիտը լայն բացեց աչքերը, արցունքները նորից սկսեցին հոսել, բայց այս անգամ դրանք թեթության անհավատության արցունքներ էին։ Գագիկ, շշնջաց նա։ Գա՞կ։ Գագիկը շրջվեց դեպի նա, գլխով արեց, աչքերը փափկեցին։ Այո, Ան։ Ես եմ։ Ես միշտ այստեղ եմ եղել։ Միշտ ուշադիր եմ եղել, միշտ պատրաստ եմ եղել պաշտպանել քեզ, երբ դրա կարիքը լիներ։ Հիշողությունները լցրեցին Անահիտի միտքը։ Գագիկը, իր ավագ եղբայրը, որը 18 տարեկանում տնից գնացել էր Երանում կյանք փորձելու։ Նրանք միասին էին մեծացել Մալաթիա Սեբաստիայում, մի փոքր, բայց սիրով լի տանը, ծնողների հետ, որոնք քրտնաջան աշխատում էին իրենց երեխաներին լավագույնը տալու համար։ Գագիկը միշտ նրա պաշտպանն էր եղել, եղբայրը, որը դպրոցում կռվարարներին հեռու էր պահում, որը նրան հեծանիվ քշել էր սովորեցրել, որը մխիթարում էր նրան, երբ նա լաց էր լինում։ Բայց երբ նա գնաց աշխատելու իր կարիերան կառուցելու, նրանք հեռացել էին իրարից։ Անահիտը գիտեր, որ նա հաջողակ է, որ տեխնոլոգիական ընկերություն ունի, բայց գաղափար չուներ, թե որքան հեռու է նա գնացել։ Երբ ամուսնացավ Ռուբենի հետ, Գագիկը չկարողացավ ներկա գտնվել արարողությանը, քանի որ արտերկրում գործուղման էր, այդ ժամանակից ի վեր նրանք ընդամենը մի քանի հազվադեպ հաղորդագրություններ էին փոխանակել։ Նա երբեք չէր պատկերացնի, որ եղբայրն այդքան մոտ է, հետում է, պաշտպանում, նույնիսկ առանց իր իմացության։ Դու այստեղ էիր ամբողջ ընթացքում, հարցրեց նա, ձայնը խեղդվելով։ Այո, հաստատեց Գագիկը։ Ես պետք է համոզվեի, որ դու լավ ես։ Եվ երբ հասկացա, որ լավ չես, որոշեցի մոտ մնալ։ Կներես, որ ավելի շուտ չբացահայտվեցի, բայց ուզում էի համոզվել, որ կասկածներս ճիշտ են, նախքան գործելը։ Ռուբենը, որը բացահայտման ընթացքում լուռ էր մնացել, վերջապես ձայնը գտավ։ Դա ոչինչ չի փոխում, ասաց նա, փորձելով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Անահիտն իմ կինն է։ Նա ինձ հետ տուն է գալու։ Չի գալու, վստահ ասաց Գագիկը։ Նա քեզ հետ ոչ մի տեղ չի գնա։ Ոչ այսօր, ոչ էլ երբեք։ Դու չես կարող դա որոշել, հակադարձեց Ռուբենը, բայց ձայնի մեջ այժմ ավելի քիչ համոզմունք կար։ Նա չափահաս է։ Ինքն է որոշում։ Գագիկը շրջվեց դեպի Անահիտը։ Ճիշտ է, ասաց նա մեղմորեն։ Դու ես որոշում։ Ինչ ես ուզում անել, Ան։ Անահիտը նայեց Ռուբենին, այն տղամարդուն, ում հետ ամուսնացել էր, այն տղամարդուն, որը խոստացել էր սիրել պաշտպանել իրեն։
Հիմա տեսնում էր, որ այդ տղամարդը երբեք իրականում գոյություն չի ունեցել, կամ գուցե գոյություն է ունեցել միայն իր երակայության մեջ, առաջին օրերին, երբ ամեն ինչ հնարավոր էր թվում։ Իր առջ կանգնած տղամարդը անծանոթ էր, մի անծանոթ, որը վերահսկում էր իրեն, նվաստացնում, որը հենց նոր ձեռք էր բարձրացրել իր կրած երեխայի վրա։ Եվ հետո նա նայեց Գագիկին, իր եղբորը, որը միշտ այնտեղ էր եղել, նույնիսկ երբ ինքը չէր նկատել, որը վտանգել էր իր ինքնությունը, համոզվելու համար, որ ինքն ապահով է, որն այժմ իրեն նայում էր անվերապահ սիրով հույսով, որ ինքը կգտնի ճիշտ ընտրություն կատարելու ուժը։ Ես ուզում եմ Գագիկի հետ գնալ, ասաց Անահիտը, ձայնը ամուր պարզ։ Ես քեզ հետ տուն չեմ գա, Ռուբեն։ Այլս երբեք։ Խոսքերը դատավճռի պես ընկան, Ռուբենը զգաց, թե ինչպես է գետինը անհետանում իր ոտքերի տակից։ Նա շուրջը նայեց, տեսավ դիտող մարդկանց, տեսավ դեռ նկարահանող հեռախոսները, տեսավ իր խնամքով կառուցած աշխարհը փլուզվում իր աչքերի առաջ։ Դու դրա համար կզղջաս, ասաց նա, բայց սպառնալիքը դատարկ, հուսահատ հնչեց։ Ես Թավրոսյան շին, ի գործադիր տնօրենն եմ։ Ես իշխանություն ունեմ, կապեր, փաստաբաններ։ Դու ինձ չես կարողանա հաղթել։ Գագիկը մի քայլ առաջ արեց, ամբողջությամբ կանգնելով Ռուբենի Անահիտի միջ։ Վեր նայիր, ասաց նա, մատնացույց անելով սրահի առաստաղը։ Ռուբենը հետեց ժեստին առաջին անգամ տեսավ միջավայրի տարբեր կետերում զգուշորեն տեղադրված անվտանգության տեսախցիկները։ Նրա դեմքը գունատվեց։ Ամեն ինչ ձայնագրվել է, շարունակեց Գագիկը։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ժեստ, այս երեկո այստեղ տեղի ունեցածի յուրաքանչյուր վայրկյան։ Ակումբի տեսախցիկները բարձր որակի են, հստակ ձայնագրություն ունեն։ Եվ ես արդեն համոզվել եմ, որ ձայնագրությունները հենց այս պահին ուղարկվում են ապահով վայր։ Ինչպես դու, սկսեց Ռուբենը, բայց կանգ առավ, հասկանալով պատասխանը։ Որպես երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի սեփականատեր, Գագիկն ուներ ռեսուրսներ, կապեր, որոնք Ռուբենը նույնիսկ չէր կարող պատկերացնել։ Դու չես կարող դա անել, նորից փորձեց Ռուբենը, բայց ձայնը թույլ էր։ Դա անձնական կյանքի ներխուժում է։ Դա ապացույց է, ուղղեց Գագիկը։ Հանցագործության ապացույց, որին ականատես են եղել տասնյակ մարդիկ։ Եվ մի անհանգստացիր քո գործարար համբավի համար, Ռուբեն։ Համոզված եմ, որ Թավրոսյան շինի տնօրենների խորհուրդն արդեն պետք է ծանուցումներ ստանա միջադեպի մասին։ Ի վերջո, այստեղ ներկաների մեծ մասը քո ընկերության բաժնետերեր կամ գործընկերներ են։ Այսպիսի նորությունները արագ են տարածվում։ Կարծես ժամանակացույցով Ռուբենի հեռախոսը սկսեց զանգել։ Նա նայեց էկրանին, տեսավ Արմեն Ղազարյանի, ընկերության խորհրդի նախագահի անունը։ Դողացող ձեռքերով պատասխանեց զանգին։ Ռուբեն, գրողը տանի ինչ է պատահել, հեռախոսից հնչեց Արմենի ձայնը, բավական բարձր, որ մոտակայքում գտնվողները լսեն։ Ես տեսանյութեր եմ ստանում, թե ինչպես ես հանրային միջոցառման ժամանակ հարվածում կնոջը։ Դա ճիշտ է։ Արմեն, ես կարող եմ բացատրել, սկսեց Ռուբենը, բայց նրան ընդհատեցին։ Ես հիմա բացատրություններ չեմ ուզում։ Խորհուրդը վաղն առավոտյան արտահերթ նիստ կգումարի։ Մինչ այդ, դու ազատված ես գործադիր տնօրենի բոլոր պարտականություններից։ Ընկերությունում չհայտնվես, մամուլի հետ չխոսես, ոչինչ չանես։ Ես մեր իրավաբանական թիմին ուղարկում եմ վնասները զսպելու համար։ Եվ Ռուբեն, եթե սա հաստատվի, քո կարիերան Թավրոսյան շին ավարտված է։ Զանգն ավարտվեց, Ռուբենը կանգնած մնաց, հեռախոսը բռնած, կարծես դա միակ ամուր բանն էր մի աշխարհում, որը պտտվում էր վերահսկողությունից դուրս։ Նա նայեց Անահիտին, Գագիկին, շրջապատի հյուրերին, հասկացավ, որ մեկ գիշերվա ընթացքում կորցրել է ամեն ինչ։ Այն ամենը, ինչ կառուցել էր, այն ամենը, ինչ գնահատում էր, այն ամենը, ինչի համար պայքարել էր։ Ամեն ինչ ոչնչացված էր անվերահսկելի զայրույթի մի պահի պատճառով։ Գագիկը ձեռքը դրեց Անահիտի ուսին։ Գնացինք այստեղից, ասաց նա մեղմորեն։ Ես քեզ հիվանդանոց կտանեմ, համոզվելու, որ դու երեխան լավ եք։ Անահիտը գլխով արեց, Գագիկի օգնությամբ դանդաղ բարձրանալով աթոռից։ Ոտքերը դեռ թույլ էին, բայց նա իրեն ավելի ուժեղ էր զգում, քան տարիներ շարունակ զգացել էր։ Առաջին անգամ նա մենակ չէր։ Առաջին անգամ նրա կողքին մեկը կար, ով իսկապես հոգ էր տանում, ով իսկապես կպաշտպաներ իրեն։ Երբ ելքի ուղղությամբ անցնում էին Ռուբենի կողքով, նա վերջին անգամ փորձեց։ Անահիտ, խնդրում եմ, ասաց նա, ձայնի մեջ մի բան կար, որը կարելի էր զղջման հետ շփոթել։
Դու այն ամենն ես, ինչ ես ունեմ։ Մի արա դա։ Անահիտը կանգ առավ նայեց նրան։ Մի պահ տեսավ այն տղամարդուն, ում հետ ամուսնացել էր, այն տղամարդուն, ում մի ժամանակ կարծում էր, թե սիրում է։ Բայց այդ տղամարդը, եթե նույնիսկ երբեք գոյություն է ունեցել, մեռած էր։ Նրա փոխարեն միայն մի հուսահատ մարդ կար, որը փորձում էր վերահսկողություն պահպանել մի բանի վրա, որն այլս իրեն չէր պատկանում։ Ես քոնը չեմ, ասաց Անահիտը, առաջին անգամ զգաց այդ խոսքերի ճշմարտությունը։ Երբեք էլ չեմ եղել։ Եվ հիմա, վերջապես, ես ազատ եմ։ Նա շրջվեց քայլեց դեպի ելքը, Գագիկը նրա կողքին, թողնելով հետում սրահը, հյուրերին այն տղամարդուն, որը գրեթե ոչնչացրել էր իր կյանքը։ Երանի զով գիշերը դիմավորեց նրանց, երբ դուրս եկան ակումբից, Անահիտը խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է օդը լցնում թոքերը, կարծես տարիների մեջ առաջին անգամ էր, որ իսկապես կարողանում էր շնչել։ Գիշերը չէր ավարտվել, նա դա գիտեր։ Դեռ շատ բան կար առջում, շատ որոշումներ կայացնելու, շատ պայքարներ մղելու։ Բայց առաջին անգամ նա մենակ չէր։ Առաջին անգամ նա հույս ուներ։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Անահիտ Թավրոսյանը սկսեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, ինքն արժանի է երջանիկ լինելու։ Ճանապարհը դեպի Նաիրի բժշկական կենտրոն անցավ լռության մեջ։ Գագիկը զգուշորեն վարում էր իր ներկրված մեքենան, միշտ ուշադիր լինելով լուսացույցներին արագաթմբերին, համոզվելով, որ Անահիտը հարմարավետ է ուղղորի նստատեղին։ Նա թեքել էր նստատեղը ձեռքերը պահում էր փորի վրա, զգալով երեխայի շարժումները, այդ զգացողությունն օգտագործելով որպես խարիսխ, որպեսզի չտրվի իրեն կլանելու սպառնացող զգացմունքների հորցանուտին։ Երանի փողոցները նույնիսկ այդ ժամին մարդաշատ էին, շտապող մեքենաներով, շենքերի լույսերով, որոնք մութ երկնքի ֆոնին փայլուն խճանկար էին ստեղծում։ Անահիտը նայում էր պատուհանից, բայց իրականում ոչինչ չէր տեսնում։ Նրա միտքը մնացել էր քանթրի ակումբի այդ սրահում, վերապրելով յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք։ Ապտակի ձայնը դեռ արձագանքում էր ականջներում, նա ձեռքը տարավ դեմքին, զգալով դեռ զգայուն մաշկը, որտեղ Ռուբենի մատները թողել էին իրենց հետքը։ Ցավ զգում ես, հարցրեց Գագիկը, խախտելով լռությունը։ Կարող ենք ավելի արագ գնալ, եթե պետք է։ Ոչ, պատասխանեց Անահիտը, ձայնը թույլ էր։ Ես լավ եմ։ Ուղղակի, նա դադար տվեց, փորձելով ճիշտ բառեր գտնել։ Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը տեղի ունեցավ։ Մղձավանջի է նման։ Գագիկը սեղմեց ղեկը, զգալով, թե ինչպես է նորացված զայրույթը հոսում երակներով։ Նա կցանկանար ավելին անել, կցանկանար թույլ չտալ, որ դա տեղի ունենար ի սկզբանե։ Բայց գիտեր, որ չի կարող փոխել անցյալը, կարող է միայն ապահովել, որ ապագան այլ լինի։ Դա մղձավանջ չէ, ասաց նա մեղմորեն։ Դա իրականություն է։ Եվ ես գիտեմ, որ սարսափելի է, բայց դու մենակ չես։ Այլս երբեք մենակ չես լինի։ Անահիտը նայեց եղբորը, իսկապես նայեց նրան մեքենա նստելուց ի վեր առաջին անգամ։ Հիմա տեսնում էր այն նմանությունները, որոնք առաջ չէր նկատել։ Նույն մուգ շագանակագույն աչքերը, որոնք ժառանգել էր հորից, ծնոտի նույն ամուր գիծը, գլուխը թեքելու նույն ձը, երբ կենտրոնացած էր։ Ինչպես նա չէր ճանաչել նրան։ Ինչպես էր այդ երեկո այդքան շատ նայել այդ դեմքին, չտեսնելով եղբորը, որին ճանաչում էր ի ծնե։ Ինչու ինձ չասացիր, հարցրեց նա, ձայնի մեջ թեթության վիրավորանքի խառնուրդ կար։ Ինչու էիր այնտեղ, ծածնելով, թե բարմեն ես, առանց ինձ ասելու, թե ով ես։ Գագիկը հոգոց հանեց, աչքերը պահելով ճանապարհին։ Ես ուզում էի քեզ ասել։ Ամեն անգամ, երբ մոտենում էիր բարին, ուզում էի ամեն ինչ բացահայտել։ Բայց նախ պետք է համոզվեի։ Պետք է իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում։ Եվ երբ տեսա, նա դադար տվեց, ձայնը ավելի լարված դարձավ։ Երբ տեսա, թե ինչպես է նա քեզ հետ վարվում, ինչպես է քեզ վերահսկում, նվաստացնում, ես հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, մոտ մնալով։ Բայց որքան ժամանակ էիր այնտեղ։ 2 շաբաթ, խոստովանեց Գագիկը։ Ես ներթափանցել էի ակումբ որպես ժամանակավոր աշխատակից։ Դժվար չէր, հաշվի առնելով, որ ես տեխնոլոգիական ընկերության սեփականատեր եմ։ Ես մուտք ստացա նրանց համակարգ, կեղծ ինքնություն ստեղծեցի ինձ կատարյալ դիրքում դրեցի, միջոցառումների ժամանակ քեզ Ռուբենին դիտելու համար։ Անահիտը գլուխը թափահարեց, դեռ մարսելով ամեն ինչ։ Դու այս ամենն ինձ համար ես արել։
Ես քեզ համար ամեն ինչ կանեի, ասաց Գագիկը, նրա խոսքերում այնքան անկեղծություն կար, որ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները վերադառնում։ Դու իմ քույրն ես։ Երբ հասկացա, որ դու վտանգի մեջ ես, որ բռնարար հարաբերությունների մեջ ես թակարդված, ընտրություն չունեի։ Պետք է գործեի։ Ինչպես հասկացար, հարցրեց Անահիտը։ Ես քեզ երբեք ոչինչ չեմ պատմել։ Ես միշտ ծածնում էի, թե ամեն ինչ կարգին է, երբ խոսում էինք։ Գագիկը տխուր ծիծաղեց։ Ան, դու կարող է փորձել ես թաքցնել, բայց ես քեզ ճանաչում եմ ծնված օրվանից։ Գիտեմ քո յուրաքանչյուր արտահայտությունը, ձայնի յուրաքանչյուր տոնը։ Եվ երբ հեռախոսով խոսում էինք, նույնիսկ եթե ասում էիր, որ երջանիկ ես լսում էի տխրությունը դադարների մեջ, հոգնածությունը բառերի մեջ։ Բացի այդ, շարունակեց նա, մի պահ վարանելով։ Ես ընկերներ ունեմ, կապեր, մարդիկ, որոնք ինձ տեղեկացնում են կարևոր բաների մասին։ Եվ երբ սկսեցի մի քանի զգույշ հարցումներ անել Ռուբեն Թավրոսյանի մասին, ինձ դուր չեկավ այն, ինչ պարզեցի։ Ինչ պարզեցիր։ Գագիկը ձեռքը տարավ մազերի միջով, ակնհայտորեն անհանգիստ։ Պատմություններ։ Լուրեր։ Ոչինչ ապացուցված չէր, բայց բավական էր ինձ անհանգստացնելու համար։ Աշխատակիցներ, որոնք հանկարծակի դիմում էին գրում, գործընկերներ, որոնք առանց բացատրության հեռանում էին, մեկնաբանություններ նրա պայթյունավտանգ բնավորության մասին։ Ոչինչ, որը կարելի էր օրինական կերպով օգտագործել, բայց ամեն ինչ մի տղամարդու պատկեր էր նկարում, որը չպետք է քո կողքին լիներ։ Նրանք հասան հիվանդանոց, Գագիկը կայանեց շտապօգնության մուտքի մոտ։ Նա արագ դուրս եկավ, գնաց Անահիտի կողմը, զգուշորեն օգնելով նրան դուրս գալ մեքենայից։ Նա հիմա ավելի կայուն էր, բայց դեռ թեթակի դողում էր, ցնցումից, գիշերվա ցրտից։ Հիվանդանոցի ներսում միջավայրը մաքուր էր, լուռ արդյունավետ։ Գագիկը խոսեց ընդունարանի աշխատակցի հետ, մի քանի րոպե անց Անահիտին արդեն սպասարկում էր բժշկական իրավասու անձնակազմը։ Մի երիտասարդ բժշկուհի, բժիշկ Սոնա Սանթուրյանը, նրան տարավ զննման սենյակ, սկսեց անհրաժեշտ ստուգումները։ Անահիտ, ես պետք է ձեզ զննեմ, համոզվելու համար, որ ձեզ երեխայի հետ ամեն ինչ կարգին է, ասաց բժիշկ Սոնան բարի ձայնով։ Կարող եք պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ Անահիտը պատմեց, բառերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Բժշկուհին լուռ լսում էր, նշումներ անում, դեմքը պրոֆեսիոնալ, բայց ակնհայտորեն մտահոգ։ Երբ Անահիտն ավարտեց, բժիշկ Սոնան ձեռքը դրեց նրա ուսին։ Դուք ճիշտ եք արել, այստեղ գալով, ասաց նա։ Մենք ուլտրաձայնային հետազոտություն կանենք, երեխային ստուգելու համար, ես նա կզննեմ ձեզ, ցանկացած վնասվածք փաստաթղթավորելու համար։ Սա կարող կլինի, եթե որոշեք իրավական միջոցներ ձեռնարկել։ Անահիտը գլխով արեց, պառկելով մահճակալին։ Գագիկը մնաց դրսում, բայց նա կարող էր տեսնել նրա ուրվագիծը դռան ապակե պատուհանից, միշտ զգոն, միշտ պաշտպանող։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց առողջ երեխա, ուժեղ սրտի բաբախյունով, ակտիվ շարժումներով։ Երբ Անահիտը լսեց իր որդու սրտի ձայնը, արագ կայուն, ինչպես քառատրոպ վազող ձի, նա վերջապես թույլ տվեց, որ թեթությունն ամբողջությամբ պատի իրեն։ Արցունքները վերադարձան, բայց այս անգամ դրանք երախտագիտության արցունքներ էին։ Ձեր երեխան լավ է, հաստատեց բժիշկ Սոնան, ժպտալով։ Ուժեղ, առողջ։ Բայց դուք պետք է հանգստանաք, Անահիտ։ Ձեր մարմինն այսօր մեծ սթրես է տարել։ Ես առաջիկա օրերի համար մի քանի լրացուցիչ հետազոտություն կնշանակեմ, ուզում եմ, որ խուսափեք ցանկացած տեսակի սթրեսային իրավիճակից։ Ինչպես կարող եմ հիմա սթրեսից խուսափել, հարցրեց Անահիտը, դառը ծիծաղ դուրս թռավ։ Իմ ամբողջ կյանքը փլուզվում է։ Բժշկուհին սեղմեց նրա ձեռքը։ Ես գիտեմ, որ հիմա այդպես է թվում։ Բայց դուք աջակցություն ունեք, դրսում ձեր եղբայրն է, որն ակնհայտորեն ամեն ինչ կանի ձեզ համար։ Եվ դուք ձեր մեջ մի ուժ ունեք, որը գուցե դեռ չեք գիտակցում։ Դուք կհաղթահարեք սա։ Օրեցօր։ Զննումից հետո բժիշկ Սոնան խնամքով փաստաթղթավորեց Անահիտի դեմքի հետքերը, նրա համաձայնությամբ լուսանկարներ անելով միջադեպի մասին մանրամասն զեկույց գրելով։ Այս ամենը կարող կլիներ, եթե Անահիտը որոշեր իրավական գործողություններ սկսել Ռուբենի դեմ։ Երբ վերջապես դուրս եկան հիվանդանոցից, արդեն կեսգիշերն անց էր։ Գագիկն Անահիտին տարավ կենտրոնի իր բնակարան, շքեղ շենքի վերջին հարկում գտնվող ընդարձակ ու ժամանակակից մի վայր։ Նա զարմացավ տան զուսպ նրբագեղությունից, ժամանակակից դիզայնի կահույք, պատերին արվեստի գործեր, քաղաքի հիասքանչ տեսարան, հատակից առաստաղ ձգվող պատուհաններից։
Դու այստեղ մենակ ես ապրում, հարցրեց նա, շուրջը նայելով։ Այո, պատասխանեց Գագիկը, նրան ուղղորդելով դեպի հյուրասենյակներից մեկը։ Երբեք չեմ ամուսնացել, լուրջ հարաբերությունների համար երբեք ժամանակ չեմ ունեցել։ Իմ կյանքը միշտ կենտրոնացած է եղել աշխատանքի վրա, նա դադար տվեց, նայելով քրոջը նրա վրա, որ համոզվեմ, թե իմ սիրելիները լավ են։ Անահիտը նստեց սենյակի հարմարավետ մահճակալին, զգալով, թե ինչպես է ուժասպառությունը վերջապես հասնում իրեն։ Գագիկը բերեց փափուկ խալաթ մի քանի մաքուր հագուստ, որոնք արագ գնել էր ճանապարհին դեռ բաց խանութից։ Լոգանք ընդունիր, հանգստացիր, ասաց նա։ Վաղը կխոսենք ամեն ինչի մասին։ Ինչ է պատահել, ինչ ենք անելու, ապագայի մասին։ Բայց այսօրվա համար դու պարզապես պետք է հանգստանաս, վերականգնվես։ Գագիկ, կանչեց Անահիտը, երբ նա պատրաստվում էր դուրս գալ սենյակից։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Ես չգիտեմ, ինչ կանեի, եթե դու այնտեղ չլինեիր։ Դու պետք չէ շնորհակալություն հայտնես, պատասխանեց նա, ձայնը խեղդվելով։ Եղբայրները դրա համար են։ Եվ ես ցավում եմ, Ան։ Ցավում եմ, որ վերջին տարիներին ավելի շատ ներկա չեմ եղել քո կյանքում։ Ցավում եմ, որ ավելի շուտ չեմ նկատել, թե ինչ է կատարվում։ Դա քո մեղքը չէ, ասաց Անահիտը։ Ես լավ էի թաքցնում։ Քեզնից, ինքս ինձնից, բոլորից։ Ես ցածնում էի, թե ամեն ինչ կարգին է, թե երջանիկ եմ, թե իմ ամուսնությունը կատարյալ է։ Բայց խորքում ես միշտ գիտեի։ Միշտ գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Գագիկը մոտեցավ, նստեց նրա կողքին մահճակալին։ Երբ սկսվեց։ Երբ հասկացար, որ նա այն չէ, ինչ դու կարծում էիր։ Անահիտը երկար մտածեց։ Կարծում եմ, աստիճանաբար էր։ Սկզբում, երբ հանդիպում էինք, նա կատարյալ էր։ Ուշադիր, ռոմանտիկ, միշտ ինձ ստիպում էր ինձ յուրահատուկ զգալ։ Բայց ամուսնությունից հետո ամեն ինչ սկսեց փոխվել։ Սկզբում դրանք փոքր մեկնաբանություններ էին, հոգատարության տակ քողարկված քննադատություններ։ Իմ հագուստը, մազերս, ընկերներս, ընտրություններս։ Նա միշտ կարծիք ուներ, միշտ ավելի լավ գիտեր։ Եվ դու ոչինչ չասացիր։ Անահիտը գլուխը թափահարեց։ Ես կարծում էի, որ դա նորմալ է։ Որ ամուսնությունը փոխզիջումների մասին է, երբեմն զիջելու մասին։ Եվ նա այնքան համոզիչ էր, Գագ։ Նա ինձ ստիպում էր հավատալ, որ ես սխալ եմ, որ չափազանց զգայուն եմ, որ սխալ եմ մեկնաբանում իր մտադրությունները։ Եվ քիչ-քիչ ես կորցրի ինքնավստահությունս։ Սկսեցի կասկածի տակ դնել յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր զգացմունք։ Իսկ երբ հղիացար, ավելի վատացավ, խոստովանեց Անահիտը, ձայնը թուլանալով։ Նա տարվեց այն մտքով, որ ես պետք է լինեմ կատարյալ կին, կատարյալ ապագա մայր։ Վերահսկում էր, ինչ եմ ուտում, որքան եմ քնում, ում հետ եմ խոսում։ Ասում էր, որ դա երեխայի բարօրության համար է, բայց ես գիտեի, որ դա վերահսկողության մասին է։ Միշտ վերահսկողության մասին էր։ Գագիկը զգաց, թե ինչպես է զայրույթը նորից եռում իր մեջ, բայց ստիպեց իրեն հանգստություն պահպանել։ Անահիտին նա ուժեղ էր պետք, կենտրոնացած էր պետք։ Իսկ այս գիշեր։ Առաջին անգամ էր, որ նա քեզ հարվածեց։ Անահիտը վարանեց, այդ վարանման մեջ Գագիկը ստացավ իր պատասխանը։ Առաջին անգամը չէր, այնպես չէ։ Նա գլուխը թափահարեց, արցունքները նորից սկսեցին հոսել։ Մի քանի ամիս առաջ մի միջադեպ եղավ։ Ինչ-որ բանի շուրջ վիճեցինք, նույնիսկ չեմ հիշում, ինչի։ Նա ինձ հրեց դեպի պատը։ Բավական ուժեղ չէր, որ ինձ վնասեր, բայց վախեցրեց։ Հետո ներողություն խնդրեց, ասաց, որ աշխատանքի պատճառով սթրեսի մեջ է, որ այլս երբեք չի կրկնվի։ Եվ ես հավատացի։ Աստված իմ, ես այնքան հիմար էի։ Դու հիմար չէիր, վստահ ասաց Գագիկը, բռնելով նրա դեմքը ձեռքերի մեջ, ստիպելով նրան նայել իրեն։ Քեզ մանիպուլյացիայի են ենթարկել։ Հսկայական տարբերություն կա։ Ռուբենը պրոֆեսիոնալ մանիպուլյատոր է։ Նա հստակ գիտեր, ինչ անել, ինչ ասել, որպեսզի քեզ թակարդում պահի։ Դա քո մեղքը չէ։ Անահիտը հենվեց եղբոր ուսին, վերջապես թույլ տվեց, որ ամեն ինչ դուրս գա։ Բոլոր տարիների զսպված լարվածությունը, լուռ վախը, թաքնված տխրությունը։ Նա լացեց, մինչ արցունքներն սպառվեցին, Գագիկը պարզապես գրկել էր նրան, թույլ տալով, որ նա մարսի ամեն ինչ իր ժամանակին։
Երբ նա վերջապես հանգստացավ, Գագիկն օգնեց նրան պառկել ծածկեց վերմակով։ «Քնիր», ասաց նա մեղմորեն։ «Ես այստեղ կլինեմ, միջանցքի մյուս կողմում։ Եթե որե բանի կարիք ունենաս, ցանկացած բանի, ուղղակի կանչիր ինձ»։ Անահիտը գլխով արեց, արդեն զգալով քնի ծանրությունը, որը քաշում էր իրեն։ Բայց մինչ աչքերը լրիվ փակելը, նա շշնջաց. «Գագ, երեխան»։ «Ինչ եմ անելու երեխայի հարցում։ Նա Ռուբենի որդին է։ Նա իրավունքներ կպահանջի, այցելություններ կպահանջի»։ Գագիկը կանգ առավ դռան մոտ շրջվեց։ «Մենք դա միասին կլուծենք։ Մենք կունենանք լավագույն փաստաբաններին, կապահովենք, որ դու երեխան ապահով լինեք»։ Ռուբենը կարող է կենսաբանական հայրը լինել, բայց այն ամենից հետո, ինչ նա արեց այսօր, երաշխավորում եմ, որ նա այնքան էլ հեշտ չի ստանա այն իրավունքները, որոնք պատկերացնում է։ Հիմա հանգստացիր։ Վաղը սկսում ենք կառուցել քո նոր կյանքը։ Մինչ Անահիտը վերջապես քնում էր, ֆիզիկապես էմոցիոնալապես ուժասպառ, Գագիկը գնաց հյուրասենյակ նստեց բազմոցին, պատուհաններից նայելով լուսավորված քաղաքին։ Նա վերցրեց հեռախոսը սկսեց զանգեր կատարել, թե ուշ գիշեր էր։ Երբ դու ունեիր այնպիսի ազդեցություն ռեսուրսներ, ինչպիսին Գագիկն ուներ, միշտ մեկը գտնվում էր պատասխանելու համար։ Առաջին զանգը Կարինե Դավթյանին էր, Երանի ամենահարգված փաստաբաններից մեկին, որը մասնագիտացած էր ընտանեկան իրավունքի ընտանեկան բռնության գործերում։ Նա պատասխանեց երկրորդ զանգին։ «Գագիկ», ասաց Կարինեն, ձայնը պրոֆեսիոնալ նույնիսկ այդ ժամին։ «Ես պատկերացնում էի, որ կզանգես։ Ես արդեն տեսել եմ տեսանյութերը։ Դրանք շրջանառվում են սոցիալական ցանցերում Երանյան էլիտայի WhatsApp խմբերում։ Ինձ պետք է, որ դու ներկայացնես իմ քրոջը»։ Գագիկն անմիջապես անցավ գործի։ Ամուսնալուծություն, պաշտպանական որոշում, երեխայի բացառիկ խնամակալություն, երբ նա ծնվի։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ արվի հնարավորինս արագ արդյունավետ։ Մենք կարող ենք դիմումները ներկայացնել հենց վաղը, պատասխանեց Կարինեն։ Այն ապացույցներով, որոնք մենք ունենք, տեսանյութ, վկաներ, բժշկական զեկույց, դժվար չի լինի ստանալ պաշտպանական որոշումը։ Ինչ վերաբերում է ամուսնալուծությանը խնամակալությանը, դա ավելի շատ ժամանակ կպահանջի, բայց փաստաթղթավորված բռնության պատմությամբ մենք ուժեղ գործ ունենք։ Ռուբենը կպայքարի, զգուշացրեց Գագիկը։ Նա ռեսուրսներ ունի, թանկարժեք փաստաբաններ, կապեր։ Իսկ դու ավելի շատ ռեսուրսներ ունես, ավելի լավ փաստաբաններ, ավելի լավ կապեր, վստահ ասաց Կարինեն։ Բացի այդ, Գագիկ, հանրային կարծիքը մեր կողմից է։ Այսօրվա տեսանյութերից հետո Ռուբեն Թավրոսյանը սոցիալական պարիա է։ Ոչ մի դատավոր դա չի անտեսի։ Նրանք մի քանի րոպե խոսեցին իրավական ռազմավարությունների հաջորդ քայլերի մասին։ Երբ Գագիկն անջատեց հեռախոսը, մի փոքր ավելի հանգիստ զգաց, իմանալով, որ Անահիտը կունենա լավագույն իրավական ներկայացուցչությունը։ Երկրորդ զանգը Մարկոս Պետրոսյանին էր, իր հաղորդակցության տնօրենին, Ալմաստեղ ում։ «Մարկոս, ինձ պետք է, որ դու մամլո հաղորդագրություն պատրաստես։ Այսօրվա միջադեպի մասին քանթրի ակումբում։ Ես արդեն աշխատում եմ դրա վրա», պատասխանեց Մարկոսը։ Բայց Գագիկ, դու համոզված ես, որ ուզում ես այդպես բացահայտվել։ Դա շատ ուշադրություն կգրավի քո ընտանիքի վրա։ Իմ քույրն արդեն բացահայտված է, ասաց Գագիկը։ Տեսանյութերը շրջանառվում են, մարդիկ խոսում են։ Ես նախընտրում եմ վերահսկել պատմությունը, քան թողնել, որ ուրիշները պատմեն այն մեր փոխարեն։ Ես ուզում եմ հստակ հաղորդագրություն։ Ես այնտեղ էի, ականատես եմ եղել հարձակմանը, ես լիովին աջակցում եմ իմ քրոջը, ցանկացած ընկերություն կամ անձ, որը ցանկանում է ինձ հետ գործ ունենալ, պետք է իմանա, թե որտեղ եմ ես այս հարցում։ Մարկոսը մի պահ լռեց։ Դա ազդեցություն կունենա բիզնեսի վրա, Գագիկ։ Ռուբենը շատ կապեր ունի կորպորատիվ աշխարհում։ Թող ունենա, վստահ ասաց Գագիկը։ Որոշ բաներ ավելի կարևոր են, քան բիզնեսը։ Եվ եթե մեր գործընկերներից որը մեկը խնդիր ունի այն փաստի հետ, որ ես պաշտպանում եմ իմ քրոջը բռնարարից, ապա դա այն գործընկերը չէ, որին ես ուզում եմ ունենալ։ Հասկանալի է, ասաց Մարկոսը, ձայնի մեջ հարգանք կար։ Ես կպատրաստեմ հաղորդագրությունը կուղարկեմ քեզ, հրապարակելուց առաջ վերանայելու համար։ Երրորդ զանգն ամենադժվարն էր։ Գագիկը երկար վարանեց զանգահարելուց առաջ, բայց գիտեր, որ պետք է անի։ Դա Բենիկ Ալմաստյանին էր, իր Անահիտի մորը, որն ապրում էր մի հարմարավետ տանը, որը Գագիկը գնել էր նրա համար Երանի արևմտյան մասում, այնտեղի մոտ, որտեղ նրանք մեծացել էին։
Ալո պատասխանեց Բենիկի քնաթաթախ ձայնը։ Մամ, Գագիկն է։ Որդիս։ Ժամը քանիսն է։ Ամեն ինչ կարգին է։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Մամ, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Անահիտի մասին է։ Հաջորդ րոպեների ընթացքում Գագիկը ամեն ինչ պատմեց մորը։ Լսեց նրա սարսափի ճիչերը, արցունքները, անեծքները Ռուբենի հասցեին։ Երբ նա ավարտեց, Բենիկը հեկեկում էր հեռախոսի մյուս կողմում։ Ես գիտեի, ասաց նա արցունքների միջից։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց նա միշտ ասում էր, որ ամեն ինչ կարգին է, միշտ ժպտում էր, երբ ինձ այցելում էր։ Ես պետք է պնդեի, պետք է ավելին անեի։ Դա քո մեղքը չէ, մամ, ասաց Գագիկը, նույն խոսքերը, որոնք ասել էր Անահիտին։ Ռուբենը մանիպուլյատոր է։ Նա բոլորիս խաբել է։ Բայց հիմա նա ապահով է։ Նա այստեղ է ինձ հետ, մենք կապահովենք, որ նա այլս երբեք մոտ չգա նրան։ Ես հիմա գալիս եմ այնտեղ, ասաց Բենիկը, արդեն շարժվելով։ Ոչ, մամ։ Շատ ուշ է, դու պետք է հանգստանաս։ Վաղն առավոտյան կգաս։ Անահիտը քո կարիքը կունենա, բայց նա պետք է քնի այս գիշեր։ Սուրճից հետո կգաս, լավ։ Բենիկը դժկամությամբ համաձայնեց, Գագիկը խոստացավ զանգել, եթե գիշերվա ընթացքում որևէ փոփոխություն լինի։ Զանգերից հետո Գագիկը երկար նստեց բազմոցին, պարզապես մտածելով։ Մտածում էր Անահիտի մասին, այն ամենի մասին, ինչ նա անցել էր։ Մտածում էր Ռուբենի մասին, այն բավականության մասին, որ զգում էր, իմանալով, որ այդ մարդու կայսրությունը փլուզվում է։ Մտածում էր սպասվող երեխայի, իր զարմիկի կամ զարմուհու մասին, թե ինչպես կապահովի, որ այդ երեխան մեծանա սիրո անվտանգության միջավայրում։ Բայց նա մտածում էր անցյալի, իր կատարած ընտրությունների մասին։ Նա հեռացել էր ընտանիքից, իր կարիերան կառուցելու, իր բիզնես կայսրությունը ստեղծելու համար։ Նա արդարացրել էր այդ հեռացումը, ինքն իրեն ասելով, որ աշխատում է նրանց բոլորի համար ավելի լավ կյանք ապահովելու համար։ Բայց հիմա հասկանում էր, որ հեռանալով նա Անահիտին խոցելի էր թողել։ Եթե նա ավելի շատ ներկա լիներ, գուցե ավելի շուտ նկատեր, թե ինչ է կատարվում։ Գուցե թույլ չտար, որ նա ամուսնանա Ռուբենի հետ։ Գուցե խուսափեր այս ամբողջ տառապանքից։ Բայց գուցե ներով ապրելն անիմաստ էր։ Անցյալն անփոփոխելի էր։ Այն ամենը, ինչ նա կարող էր անել հիմա, ապահովելն էր, որ ապագան այլ լինի։ Եվ նա կապահովեր։ Կօգտագործեր իր ունեցած յուրաքանչյուր ռեսուրս, յուրաքանչյուր կապ, ազդեցության յուրաքանչյուր գրամ, Անահիտին նրա երեխային պաշտպանելու համար։ Ռուբեն Թավրոսյանը իր կյանքի ամենամեծ սխալն էր գործել, թերագնահատելով եղբոր սերը քրոջ նկատմամբ։ Եվ հիմա նա դրա համար կվճարեր։ Գագիկը վերջապես ոտքի կանգնեց, գնաց պատուհանի մոտ, նայելով ներքում քնած Երանին։ Այն քաղաքին, որն ընդունել էր իրեն, երբ նա ընդամենը երազանքներով լի երիտասարդ էր, այն քաղաքին, որտեղ նա կառուցել էր այն ամենը, ինչ ուներ։ Եվ հիմա, այդ նույն քաղաքը կլիներ Անահիտի փրկության բեմը։ Այնտեղ նա կվերակառուցեր իր կյանքը, կմեծացներ իր որդուն, վերջապես ազատ կլիներ։ Եվ Գագիկը նրա կողքին կլիներ այդ ճանապարհի յուրաքանչյուր քայլին։ Որովհետև եղբայրները դա են անում։ Պաշտպանում են միմյանց, աջակցում են միմյանց, պայքարում են միմյանց համար։ Միշտ։ Առավոտը եկավ, իր հետ բերելով մի մեղմ լույս, որը ներխուժում էր սենյակ բաց գույնի վարագույրների միջով։ Անահիտն արթնացավ դանդաղ, մի պահ շփոթված, չճանաչելով, թե որտեղ է։ Սենյակն ընդարձակ էր ու հարմարավետ, շատ տարբեր այն սենյակից, որը կիսում էր Ռուբենի հետ, որտեղ յուրաքանչյուր իր պետք է իր ճշգրիտ տեղում լիներ, որտեղ յուրաքանչյուր շարժում հաշվարկված էր, չխանգարելու այն տագնապալի կարգուկանոնը, որը նա պահպանում էր։ Հետո նախորդ գիշերվա հիշողությունները ալիքի պես լցրեցին նրա միտքը։ Քանթրի ակումբը, ապտակը, Գագիկը, հիվանդանոցը, ամեն ինչ միանգամից վերադարձավ։ Նա ձեռքը տարավ դեմքին, դեռ զգալով թե զգայունություն այնտեղ, որտեղ Ռուբենը հարվածել էր։ Բայց ֆիզիկական ցավի հետ միասին մի այլ բան կար։ Թեթություն կար։ Տարիների մեջ առաջին անգամ Անահիտն արթնացավ առանց կրծքավանդակի այդ ծանրության, առանց այն մշտական լարվածության, որ միշտ պետք է զգոն լիներ, միշտ պաշտպանվեր։ Նա դանդաղ ոտքի կանգնեց, ոտքերը դնելով սառը հատակին, քայլեց դեպի պատուհանը։ Գագիկի բնակարանից տեսարանը հիասքանչ էր, ցույց տալով, թե ինչպես է Երանն արթնանում նոր օրվա համար։
Շենքերը ձգվում էին մինչ հորիզոն, երկինքը պարզ էր, խոստանալով արոտ օր։ Անահիտը ձեռքը դրեց փորին, զգալով երեխայի շարժը, առաջին անգամ թույլ տվեց իրեն պատկերացնել այլ ապագա։ Մի ապագա, որտեղ ինքն ու իր որդին ապահով կլինեն, որտեղ կարիք չի լինի մատների ծայրերին քայլել, որտեղ նրանք կարող են պարզապես լինել։ Դռան մեղմ թակոցը նրան դուրս բերեց մտքերից։ «Մտեք», ասաց նա, Գագիկը հայտնվեց, ձեռքին նախաճաշով սկուտեղ։ «Բարի լույս», ասաց նա բարի ժպիտով։ Մտածեցի, գուցե սոված լինես։ Ձվածեղ եմ պատրաստել, տոստեր, մրգեր թարմ քամած նարնջի հյութ։ Բժշկուհին ասաց, որ պետք է լավ սնվես։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Հենց հոգատարության փոքրիկ ժեստերն էին, որոնք հիմա նրան ամենից խորն էին հուզում։ Ռուբենը երբեք նրա համար նախաճաշ չէր պատրաստել, երբեք չէր անհանգստացել, թե արդյոք նա ճիշտ է սնվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ազդում էր այն կերպարի վրա, որը նա ներկայացնում էր ուրիշներին։ «Շնորհակալություն, Գագ», ասաց նա, վերցնելով սկուտեղը նստելով մահճակալին։ «Դա շատ բարի է քո կողմից»։ Գագիկը նստեց մահճակալի մոտի աթոռին։ «Լավ քնեցիր»։ «Ավելի լավ, քան սպասում էի», խոստովանեց Անահիտը։ «Կարծում եմ, մարմինս այնքան ուժասպառ էր, որ պարզապես անջատվեց»։ Իսկ հիմա, նա մտահոգությամբ նայեց եղբորը։ «Հիմա ինչ է լինելու»։ «Հիմա սկսում ենք կառուցել քո նոր կյանքը», ասաց Գագիկը։ «Կարինե Դավթյանը, փաստաբանը, որի մասին քեզ ասացի, ժամը 10-ին այստեղ կլինի։ Նա կբացատրի ամբողջ իրավական գործընթացը, թե ինչ կարող ենք անել, որոնք են քո իրավունքները։ Ես նա զուսպ թիկնապահներ եմ տեղակայել շենքում։ Ռուբենը չի կարողանա քեզ մոտենալ»։ «Նա կփորձի»։ «Հավանաբար», ազնվորեն ասաց Գագիկը։ «Ռուբենի նման տղամարդիկ չեն սիրում կորցնել վերահսկողությունը։ Բայց նա նախ պետք է ինձ հետ գործ ունենա։ Եվ երաշխավորում եմ, որ ես այն հակառակորդը չեմ, որի հետ նա կցանկանա մրցել»։ Անահիտը դանդաղ կերավ, վայելելով յուրաքանչյուր պատառը։ Ամեն ինչ այլ համ ուներ, ավելի իրական, ավելի կենդանի։ Կարծես նրա զգայարաններն արթնանում էին երկար քնից։ «Մայրիկն իմանում է», հարցրեց նա հանկարծ։ «Երեկ գիշեր զանգել եմ նրան», հաստատեց Գագիկը։ «Նա հիմա առավոտյան գալիս է այստեղ։ Մոտ 1 ժամից կհասնի»։ Ինչպես արձագանքեց։ «Ինչպես կսպասեիր», տխուր ժպիտով ասաց Գագիկը։ Լացեց, զայրացավ, իրեն մեղադրեց։ Ես ստիպված էի նրան հիշեցնել, որ դրանցից ոչ մեկը նրա մեղքը չէ։ Կամ քո։ Անահիտը գլխով արեց, զգալով, թե ինչպես են արցունքները նորից սպառնում թափվել։ Թվում էր, թե վերջին ժամանակներս միայն դա էր անում, լաց լինում։ Բայց այս արցունքները տարբերվում էին նրանցից, որոնք թափում էր Ռուբենի հետ լինելիս։ Դրանք հուսահատության, անզորության արցունքներ էին։ Սրանք թեթության, ազատագրման արցունքներ էին։ Մինչ Անահիտը վերջացնում էր ուտելը, Գագիկը ստուգեց իր հեռախոսը։ Նրա դեմքը լարվեց, ինչ-որ բան կարդալիս, Անահիտն անմիջապես նկատեց փոփոխությունը։ «Ինչ է եղել», հարցրեց նա, զգալով անհանգստության վերադարձը։ Գագիկը վարանեց, բայց հետո հասկացավ, որ թաքցնելն անիմաստ է։ Երեկվա տեսանյութերը արագ տարածվել են։ Դրանք բոլոր լրատվական կայքերում են, սոցիալական ցանցերում, WhatsApp խմբերում։ Պատմությունը ամենուր է։ Անահիտը զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ Իսկ ինչ են ասում։ Գագիկը մոտեցավ, ցույց տվեց նրան հեռախոսը։ Երանի գլխավոր լրատվական պորտալի վերնագիրն ասում էր. Թավրոսյան շինի գործադիր տնօրենը հանրային միջոցառման ժամանակ հարվածել է հղի կնոջը։ Ներքում քանթրի ակումբում ձայնագրված տեսանյութերից մեկն էր, որտեղ հստակ երում էր ապտակի պահը, Անահիտի արձագանքը, Գագիկի միջամտությունը։ Բայց դրանք միայն նորությունները չէին։ Սոցիալական ցանցերը եռում էին։ Արդարություն Անահիտի համար բռնությունը սեր չէ հեշթեգները ամենաքննարկվող թեմաների շարքում էին։ Միջոցառմանը ներկա մարդիկ հարցազրույցներ էին տալիս, կիսվում իրենց տպավորություններով։ Գործարարները հրապարակավ հեռանում էին Ռուբենից։ Նույնիսկ հայտնիներն էին մեկնաբանում, պատմությունն օգտագործելով որպես ընտանեկան բռնության դեպքերի մասին բարձրաձայնելու կարողության օրինակ։ Ամբողջ աշխարհը խոսում է այս մասին, շշնջաց Անահիտը, ցնցված։ Եվ նրանք քո կողմից են, ընդգծեց Գագիկը։ Ես հարյուրավոր մեկնաբանություններ եմ կարդացել։
Մարդիկ քեզ աջակցում են, Ան։ Նրանք քեզ խիզախ են անվանում, ոգեշնչում։ Ասում են, որ դու ճիշտ բան ես արել, դուրս գալով այդ իրավիճակից։ Բայց ես ոչինչ չեմ արել, շփոթված ասաց Անահիտը։ Դու ես ամեն ինչ արել։ Դու ես ինձ փրկել։ Դու որոշում կայացրիր հեռանալ, ուղեց Գագիկը։ Երբ Ռուբենը փորձեց քեզ հետ տանել, դու ասացիր ոչ։ Երբ նա աղաչեց, դու ամուր մնացիր։ Դա ամբողջությամբ դու էիր, Ան։ Ես պարզապես այն աջակցությունը տվեցի, որի կարիքը դու ունեիր քո սեփական ուժը գտնելու համար։ Մինչ Անահիտը կհասցներ պատասխանել, բնակարանի զանգը հնչեց։ Գագիկը գնաց բացելու վերադարձավ Բենիկ Ալմաստյանի հետ, 50 անց մի կին, մոխրագույն մազերը հավաքած, աչքերը լացից կարմրած։ Երբ տեսավ Անահիտին, Բենիկը վազեց նրա մոտ ամուր գրկեց։ Աղջիկս, բալիկս, լացում էր Բենիկը, շոյելով Անահիտի մազերը։ Ես այնքան ցավում եմ։ Այնքան։ Ես պետք է նկատեի, պետք է ինչ-որ բան անեի։ Դա քո մեղքը չէ, մամ, ասաց Անահիտը, կրկնելով այն խոսքերը, որոնք Գագիկն էր իրեն ասել։ Ռուբենը բոլորիս խաբել է։ Նա այդ գործում լավն էր։ Բենիկը մի փոքր հետ քաշվեց բռնեց Անահիտի դեմքը ձեռքերի մեջ, զննելով դեռ տեսանելի հետքը, որտեղ ապտակը հասել էր։ Այդ սրիկան, ասաց նա, ձայնը զայրույթից դողալով։ Եթե ես ձեռքերս դնեմ նրա վրա։ Դու ոչ մեկի վրա ձեռք չես դնելու, մեղմորեն միջամտեց Գագիկը։ Թողնենք, որ օրենքը զբաղվի դրանով։ Եվ ես երաշխավորում եմ, մամ, նա կվճարի իր արածի համար։ Երեքով անցկացրին առավոտը միասին խոսելով, լաց լինելով, երբեմն ծիծաղելով, երբ հիշում էին անցյալի լավ հիշողությունները, երբ նրանք հասարակ ընտանիք էին Մալաթիա Սեբաստիայում, մինչ կյանքը նրանց տարբեր ճանապարհներով տարավ։ Բենիկը տնական ճաշ պատրաստեց, պնդելով, որ Անահիտը պետք է ճիշտ սնվի, երկար ժամանակ անց առաջին անգամ Անահիտը զգաց, թե ինչ է նշանակում շրջապատված լինել անկեղծ, անվերապահ սիրով։ Ժամը 10-ին ճիշտ Կարինե Դավթյանը ժամանեց։ Նա 40 անց մի կին էր, շիկահեր մազերը հավաքած, անթերի կոստյումով ձեռքի տակ կաշվե թղթապանակով։ Նրա կեցվածքում մի վստահություն կար, որն անմիջապես հանգստացրեց Անահիտին։ Անահիտ, հաճելի է ծանոթանալ, ասաց Կարինեն, սեղմելով նրա ձեռքը։ Ցավում եմ հանգամանքների համար, բայց ուզում եմ, որ իմանաք, որ մենք ամեն ինչ կանենք ձեզ պաշտպանելու ձեր իրավունքներն ապահովելու համար։ Նրանք նստեցին հյուրասենյակում, Կարինեն սկսեց բացատրել գործընթացը։ Մենք այսօր 3 հիմնական դիմում կներկայացնենք, ասաց նա, բացելով իր թղթապանակը հանելով մի քանի փաստաթուղթ։ Առաջինը, անհետաձգելի պաշտպանական որոշում։ Դա Ռուբենին կարգելի մոտենալ ձեզ, փորձել կապ հաստատել, գնալ ցանկացած վայր, որտեղ դուք կլինեք։ Այդ որոշման խախտումը կարող է հանգեցնել նրա անհապաղ կալանավորմանը։ Անահիտը գլխով արեց, կլանելով յուրաքանչյուր բառ։ Երկրորդ, մենք կսկսենք ամուսնալուծության գործընթացը։ Այն ապացույցներով, որոնք մենք ունենք, տեսանյութ, բժշկական զեկույց, վկաներ, դժվար չի լինի ապացուցել, որ ամուսնությունը դարձել է անտանելի։ Մենք կպահանջենք գույքի բաժանում, քանի որ դուք ամուսնացել եք գույքի մասնակի համատեղության ռեժիմով, դուք իրավունք ունեք ամուսնության ընթացքում ձեռք բերվածի կեսին։ Ես նրա փողը չեմ ուզում, արագ ասաց Անահիտը։ Ես միայն իմ ազատությունն եմ ուզում։ Կարինեն մեղմորեն ժպտաց։ Հասկանում եմ զգացմունքը, բայց դուք երեխայի եք սպասում։ Պետք է մտածեք ապագայի մասին։ Խոսքը նրա փողի մասին չէ, այլ ձեր որդու ֆինանսական անվտանգությունն ապահովելու մասին։ Եվ բացի այդ, հավելեց նա ամուր հայացքով, Ռուբենի նման տղամարդիկ փողն օգտագործում են որպես վերահսկողության միջոց։ Ապահովելով ձեր ֆինանսական անկախությունը, դուք ապահովում եք, որ նա այլևս երբեք ձեր վրա իշխանություն չի ունենա։ Անահիտը նայեց Գագիկին, որը քաջալերող գլխով արեց։ Նա ճիշտ է, Ան։ Սա վրեժի մասին չէ, սա պաշտպանության մասին է։ Լավ, համաձայնեց Անահիտը։ Իսկ երրորդ բանը։ Երեխայի խնամակալությունը, ասաց Կարինեն։ Մենք կպահանջենք ձեզ համար բացառիկ խնամակալություն, Ռուբենին թույլ տալով վերահսկվող այցելություններ միայն այն բանից հետո, երբ նա կանցնի հոգեբանական գնահատում զայրույթի կառավարման ծրագիր։ Մի տղամարդ, որը հարվածում է իր հղի կնոջը, չպետք է առանց վերահսկողության մուտք ունենա երեխայի մոտ։ Նա կպայքարի դրա դեմ, ասաց Անահիտը Ռուբենին բավական լավ ճանաչելով, որ իմանա, թե նա չի ընդունի իրեն որդուց հեռացնելը։ Այո, հաստատեց Կարինեն։
բայց մենք շատ ուժեղ գործ ունենք։ Եվ գործի հանրային լուսաբանման պայմաններում երաշխավորում եմ, որ ոչ մի դատավոր չի ցանկանա ներողամիտ ելալ բռնարարի նկատմամբ։ Հանրային կարծիքը կարող է, Անահիտ, այն խստորեն ձեր կողմից է։ Մինչ Կարինեն բացատրում էր ավելի շատ իրավական մանրամասներ տեղեկություններ հավաքում Անահիտից, Գագիկի հեռախոսը զանգեց։ Մարկոսն էր, իր հաղորդակցության տնօրենը։ Գագիկ, մենք իրավիճակ ունենք, ասաց Մարկոսը, հենց որ նա պատասխանեց։ Թավրոսյան ՇԻՆ-ի տնօրենների խորհուրդը հենց նոր պաշտոնապես հայտարարեց Ռուբենի աշխատանքից ազատման մասին։ Նրանք հայտարարություն են տարածել, ասելով, որ չեն հանդուրժում բռնարար վարքագիծը, որ լիովին հեռանում են նրանից։ Ընկերության բաժնետոմսերը երեկվանից 15%-ով ընկել են, բայց խորհուրդը կարծում է, որ ավելի լավ է հիմա ամուր դիրքորոշում ցուցաբերել, քան փորձել պաշտպանել նրան։ Գագիկը մռայլ բավականություն զգաց։ Իսկ Ռուբենը… Ինչպես է նա արձագանքել։ Վատ։ Ըստ իմ աղբյուրների, նա այսօր առավոտյան փորձել է գնալ ընկերություն անվտանգության կողմից կանգնեցվել է։ Կան տեղեկություններ, որ նա կայանատեղիում նյարդային պոռթկում է ունեցել։ Մամուլն այնտեղ էր ամեն ինչ նկարահանել է։ Նա ամբողջությամբ փլուզվում է, Գագիկ։ Ինձ տեղյակ պահիր նրա ցանկացած քայլի մասին, հրահանգեց Գագիկը։ Հատկապես, եթե նա փորձի մոտենալ Անահիտին։ Կարող ես վստահ լինել։ Եվ Գագիկ, մեր հաղորդագրությունը շատ լավ ընդունվեց։ Մի քանի ընկերություններ կապ են հաստատել, ասելով, որ ուզում են մեզ հետ աշխատել հենց մեր դիրքորոշման պատճառով։ Իրոնիկորեն, դա լավ եղավ բիզնեսի համար։ Երբ Գագիկն անջատեց հեռախոսը վերադարձավ հյուրասենյակ, տեսավ, որ Կարինեն վերջացնում է Անահիտից տեղեկություններ հավաքելը։ Հիանալի է, ասաց փաստաբանը, դնելով իր թղթերը։ Ես հիմա գնում եմ դատարան, այս դիմումները ներկայացնելու։ Հուսով եմ, մենք պաշտպանական որոշումը կստանանք դեռ այսօր կամ վաղն առավոտյան։ Ես քեզ տեղյակ կպահեմ յուրաքանչյուր քայլի մասին, Անահիտ։ Կարինեի գնալուց հետո Անահիտը վերջապես թույլ տվեց, որ իրականությունն ամբողջությամբ հասնի իրեն։ Նրա ամուսնությունն ավարտվել էր։ Նրա կյանքը, ինչպես որ ճանաչում էր, ավարտվել էր։ Բայց տարօրինակ կերպով, վախի կամ տխրության փոխարեն, նա հույս էր զգում։ Հույս, որ գուցե, միայն գուցե, նա կարող է այս անգամ իր կյանքը ճիշտ կերպով վերակառուցել։ Հաջորդ օրերն անցան գործունեության հորցանուտում։ Պաշտպանական որոշումը տրվեց 24 ժամից էլ քիչ ժամանակում, Ռուբենին արգելելով մոտենալ Անահիտին։ Նա փորձեց կապ հաստատել հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների միջոցով, նույնիսկ փորձեց զանգել Բենիկին, բայց բոլոր կապերը փաստաթղթավորվեցին, զեկուցվեցին ոստիկանությանն ու դատավորին։ Պատմությունը շարունակում էր գերիշխել նորություններում։ Հեռուստահաղորդումները քննարկում էին գործը, փորձագետները խոսում էին բռնարար հարաբերությունների նշանների մասին, ընտանեկան բռնության զոհերին աջակցող կազմակերպությունները ռեկորդային նվիրատվություններ էին ստանում։ Անահիտի լուսանկարը, քանթրի ակումբից դուրս գալիս, Գագիկի կողմից աջակցվող, դարձավ խորհրդանշական քաջության դիմադրության խորհրդանիշ։ Անահիտը միայն մեկ հարցազրույց տվեց, որը խնամքով պլանավորել էին Կարինեն Գագիկի հաղորդակցության թիմը։ Նա հայտնվեց հարգված լրագրողական հաղորդման մեջ, հանգիստ արժանապատվորեն խոսելով իր փորձի մասին, թե ինչպես էր բռնությունը աստիճանական, թե ինչպես էր նա կորցրել իրեն տարիների ընթացքում։ Նրա խոսքերը հուզեցին միլիոնավոր մարդկանց, հարյուրավոր կանայք սկսեցին կիսվել իրենց սեփական պատմություններով, ոգեշնչված Անահիտի քաջությունից։ Ռուբենը, մյուս կողմից, ազատ անկման մեջ էր։ Բացի աշխատանքը կորցնելուց, նա կորցրեց պայմանագրեր, ընկերներ, իր հեղինակությունը։ Ընկերությունները, որոնց հետ համաձայնագրեր ուներ, չեղյալ հայտարարեցին գործարքները։ Նրա ակումբը նրան հեռացրեց։ Նախկին ընկերուհիները սկսեցին հարցազրույցներ տալ, պատմելով վերահսկող բռնարար վարքի նմանատիպ փորձառությունների մասին։ Կարծես, երբ լռությունը խախտվեց, բոլոր այն գաղտնիքները, որոնք նա պահել էր տարիներ շարունակ, միանգամից ջրի երես դուրս եկան։ Նա փորձեց պաշտպանվել իր փաստաբանի միջոցով, պնդելով, որ դա սթրեսի պահ էր, որ երբեք առաջ այդպես չի վարվել, որ Անահիտը չափազանցնում է։ Բայց ապացույցները չափազանց պարզ էին, վկաները չափազանց շատ։ Ոչ ոք նրան չհավատաց։ Քանթրի ակումբի միջադեպից 2 շաբաթ անց ամուսնալուծության գործընթացը ընթացքի մեջ էր։ Ռուբենը փորձեց վիճարկել, բայց իր սեփական փաստաբանները նրան խորհուրդ տվեցին ընդունել պայմանները։ Նա այլս ռեսուրսներ չուներ պայքարելու, այլս աջակցություն չուներ։
Մնում էր միայն ընդունել պարտությունը փորձել վերականգնել այն, ինչ կարող էր իր ավերված կյանքից։ Անահիտը, մինչդեռ, ծաղկում էր։ Հեռու Ռուբենի ճնշող ստվերից նա սկսեց վերագտնել, թե ով է ինքը։ Վերադարձավ նկարչությանը մի հոբբի, որը թողել էր, քանի որ Ռուբենը կարծում էր, որ դա հարիր չէ գործադիր տնօրենի կնոջը։ Սկսեց հանդիպել հին ընկերուհիների հետ, որոնց նա հեռացրել էր իրենից։ Թերապիայի գնաց, աշխատելով իր կրած տրավմայի մանիպուլյացիայի վրա։ Եվ ամենակարևորը, նա սկսեց պլանավորել ապագան իր երեխայի հետ։ Զարդարեց այն սենյակը, որը Գագիկը նշանակել էր իր երեխայի համար բնակարանում, ընտրելով մեղմ գույներ ուրախ դեկոր։ Գնեց մանկական հագուստ, կահույք, խաղալիքներ։ Յուրաքանչյուր իր ընտրվում էր սիրով, հուզմունքով, հույսով։ Գագիկը միշտ ներկա էր, միշտ աջակցում էր։ Նրա հետ գնում էր բժշկական այցելությունների, օգնում էր հավաքել կահույքը, քեռի լինելու մասին գրքեր էր կարդում։ Բենիկը նույնպես մշտական ներկայություն էր, լի մայրության մասին խորհուրդներով, լի տալու սիրով։ Քանթրի ակումբի միջադեպից 3 ամիս անց, մի արոտ գարնանային առավոտ, Անահիտը զգաց առաջին կծկումները։ Գագիկը նրան շտապ տարավ հիվանդանոց, բռնելով նրա ձեռքը ծննդաբերության ողջ ընթացքում, քաջալերող խոսքեր շշնջալով, երբ ցավը չափազանց ուժեղ էր դառնում։ Եվ հետո, ժամերի ջանքերից հետո, մի ուժեղ, առողջ լաց լցրեց ծննդատունը։ Տղա էր, կատարյալ վարդագույն, մուգ մազերի փնջով, հզոր թոքերով։ Նա հիանալի է, լացեց Անահիտը, երեխային սեղմելով կրծքին։ Նա կատարյալ է։ Գագիկը արցունքոտ աչքերով նայեց իր զարմիկին։ Ինչպես ես նրան անվանելու։ Անահիտը նայեց եղբորը, այն տղամարդուն, որը փրկել էր իր կյանքը, որը նրան ուժ էր տվել, երբ ինքը չուներ, որը նրա ժայռն էր եղել։ Ես ուզում եմ նրան Միքայել անվանել, ասաց նա։ Միքայել Ալմաստյան։ Ես ուզում եմ, որ նա քո ազգանունը կրի, Գագ։ Ես ուզում եմ, որ նա իմանա, որ ընտանիքը սահմանվում է ոչ միայն արյունով, այլ սիրով, պաշտպանությամբ։ Գագիկը չկարողացավ զսպել արցունքները։ Դա պատիվ կլինի, շշնջաց նա։ Ռուբենը փորձեց այցելել հիվանդանոց, երբ իմացավ ծննդյան մասին, բայց պաշտպանական որոշումը դեռ ուժի մեջ էր։ Նրան կանգնեցրեց անվտանգությունը, ոստիկանություն կանչվեց։ Նա հեռացավ առանց տեսարան սարքելու, վերջապես կարծես ընդունելով, որ կորցրել է ցանկացած իրավունք, որը կարծում էր, թե ունի։ Հաջորդ ամիսներին Անահիտը նոր կյանք կառուցեց։ Նա տեղափոխվեց սեփական բնակարան, որը գնել էր ամուսնալուծության գույքի բաժանման գումարով, բայց այն գտնվում էր Գագիկի բնակարանի մոտ։ Նա սկսեց աշխատել որպես արվեստի խորհրդատու, օգտագործելով իր տաղանդն ու գիրքը մի ձով, որը նրան բավարարվածություն էր բերում։ Միքայելը մեծանում էր առողջ երջանիկ, սիրով շրջապատված։ Գագիկն այն ներկա քեռին էր, որին յուրաքանչյուր երեխա արժանի է, միշտ նոր խաղալիքով, միշտ օգնելու պատրաստ։ Բենիկն այն հոգատար տատիկն էր, որը փայփայում էր թոռանը, բայց նա սովորեցնում էր հարգանքի բարության կարևոր արժեքներ։ Ռուբենին, շատ պարտադիր թերապիայից գնահատումներից հետո, թույլատրվեց վերահսկվող այցելություններ ունենալ Միքայելի հետ։ Դրանք կարճ հանդիպումներ էին, ամիսը մեկ անգամ, միշտ մասնագետի ներկայությամբ։ Անահիտն այլս զայրույթ չէր զգում նրա հանդեպ, միայն անտարբերություն։ Նա անցյալի մաս էր, իր կյանքի փակված գլուխ։ Այդ ճակատագրական գիշերվանից 1 տարի անց, Անահիտը նստած էր այգում, Միքայելը գրկին, դիտելով մյուս երեխաների խաղը։ Գագիկը նստեց նրա կողքին, երկուսի համար պաղպաղակ բերելով։ Ինչպե՞ս ես, հարցրեց նա։ Անահիտը ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը։ Ես երջանիկ եմ, Գագ։ Իսկապես երջանիկ։ Դեռ դժվար օրեր լինում են, հիշողություններ, որոնք վերադառնում են, վախեր, որոնք ծագում են։ Բայց ես սովորել եմ, որ ուժը երբեք չընկնելը չէ, այլ միշտ ոտքի կանգնելը։ Նա նայեց Միքայելին, որը ծիծաղում էր, փորձելով թիթեռ բռնել։ Ես նայում եմ նրան, գիտեմ, որ ճիշտ որոշումներ եմ կայացրել։ Նա կմեծանա, իմանալով, թե ինչ է իրական սերը, հարգանքը, արժանապատվությունը։ Երբեք չի մտածի, որ նորմալ է մեկի հետ վարվել այնպես, ինչպես Ռուբենն ինձ հետ էր վարվում։ Եվ եթե մի օր նա հայտնվի դժվար իրավիճակում, նա կիմանա, որ ունի ընտանիք, որն իրեն աջակցում է, որն իրեն անվերապահորեն սիրում է։ Գագիկը գցեց քրոջ ուսերին։ Դու դարձել ես ամենաուժեղ կինը, որին ես ճանաչում եմ, Ան։ Միշտ ուժեղ ես եղել, բայց հիմա դու դա գիտես։ Եվ դա է, որ կարևոր է։
Անահիտը հենվեց եղբոր ուսին, զգալով այն խաղաղությունը, որը գալիս է միայն այն ժամանակ, երբ վերջապես ազատվում ենք մեզ կապող շղթաներից։ Արն այդ օրը վառ էր փայլում, խոստանալով ավելի լավ օրեր, տարիների մեջ առաջին անգամ Անահիտը հավատում էր այդ խոստմանը։ Նա գոյատել էր։ Նա պայքարել էր։ Նա հաղթել էր։ Եվ հիմա իր որդու հետ գրկում ընտանիքի հետ կողքին, նա պատրաստ էր ապրել այն կյանքը, որին միշտ արժանի էր, ազատության, սիրո իսկական երջանկության կյանք։ Անցյալը չէր կարելի փոխել, բայց ապագան լի էր հնարավորություններով։ Եվ Անահիտը վերջապես ազատ էր դրանք բոլորը բացահայտելու համար։